For the next panel discussion, we're going to turn to the topic of legal and institutional framework of the Republic of Armenia. And the question is it set up to foster socioeconomic growth? And the moderator will be our Dean of College of Humanities and Social Sciences, and Dr. Tom Samvelian. If our panelists could come forward, Georg Danielian, Arthur Grigorian, Haganush Barsamian, and Hagop Sanasarian. We have an additional speaker today. Քանի որ հասկանում եմ արդեն օրվա վերջն է, բոլորը շատ հոգնած եք, առանց coffee break-էլ սկսում ենք։ Ես կփորձեմ մի քիչ բեմականացնել, որ ավելի հեշտ ընկալվի, թեման շատ ծանր է եւ իրավական տերմինաբանությամբ հագեցված։ Փորձել եմ այսպես անել, առանձնացնել հիմնականում երկու խումբ իրավական հարցեր։ Առաջինը վերաբերում է առողջական հիմնախնդիրներին եւ այդ ամենը փոխհատուցման համատեքստում։ Երկրորդը բնության բաղադրիչներին պատճառվող վնասի տնտեսական գնահատման եւ կրկին փոխհատուցման իրավական կարգավորումներին, որոշակիորեն կանդրադառնամ նաեւ համաշխարհային բանկ կոչված կառույցի ստանդարտներին։ Սա իմ տվյալներն են։ Այսպես, ուրեմն նախ անդրադառնամ օրենսդրությանը, առողջապահության համակարգի եւ մասնավորապես հանքարդյունաբերության արդյունքում եւ ոչ միայն հանքարդյունաբերության, այլ ցանկացած վնասակար տնտեսական գործունեության արդյունքում պատճառվող առողջությանը պատճառվող վնասի գնահատման եւ փոխհատուցման։ Կան 3 հիմնական իրավական ակտեր, 3 հիմնական օրենքներ, որոնք կարգավորում են դրանք, ներպետական իրավական համակարգի մասին է խոսքը։ Առաջինը 92 թվականին դեռևս ընդունված բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին օրենքն է։ Այդ օրենքի համաձայն ես մի քանի ցիտատաներ կբերեմ հիմա, թե ինչ են կարգավորում այդ օրենքները։ Առաջին այդ իրավական ակտը կարգավորում է հետևյալը. պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցությունը եւ բարենպաստ պայմաններ ապահովում նրա եւ ապագա սերունդների կենսունակության համար։ Այսինքն, երկու խոսքով եթե ամփոփեմ, խոսքը վերաբերում է նրան, որ այս օրենքը կարգավորում է շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա եւ դրա գնահատման եւ փոխհատուցման չափանիշների մշակումը։ Նույն փոխհատուցմանը այդքան չի նախատեսում, գնահատմանն է նախատեսում։ Կա նաեւ համապատասխան կառույց, կոչվում է հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչություն, որը գտնվում է առողջապահության նախարարության կազմում։ Այդ տեսչությունը, նորից ես ցիտատա բերեմ, թե ինչ է պարտավոր անել, պարտավոր է բնակչության առողջական վիճակի զննություն, կանխատեսում եւ գնահատում իրականացնել ըստ շրջակա միջավայրի վիճակի։ Այսինքն, բազմիցս խոսվեց այն մասին, որ դա մի հսկայածավալ գիտական ինչ-որ աշխատություն է պահանջում, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրել, պարզելու համար, թե որքանով է շրջակա միջավայրի վիճակը ազդում մարդու առողջության վրա, այդ ծանր մետաղները, որ հայտնվում են օրգանիզմում, արդյոք դրանց պատճառը հենց հանքարդյունաբերական թափոններն են եւ այլն, հակակառույց պետական մարմին, որը պարտավոր է օրենքի իմաստով, օրենքից ելնելով իրականացնել այս ամենը։ Սա առաջին իրավական ակտը։ Երկրորդ իրավական ակտը թափոնների մասին օրենքն է, որտեղ եւս հանգամանալից կարգավորված են թափոնների հետ կապված բոլոր հարցերը, թե ինչ է թափոնը, թե որտեղ այն պետք է դրվի, ինչ միջոցներ պետք է իրականացվեն նվազեցնելու համար դրանց ռիսկերը եւ այլն։ Եվ այնտեղ եւս նշվում է, որ բնակչությունը իրավունք ունի փոխհատուցում ստանալու թափոնների հետևանքով իր առողջությանը եւ գույքին, իդեպ առողջությանը եւ ունեցվածքին պատճառված վնասի համար։ Եվ այդ ամենը կարգավորվում է քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով, այսինքն պատճառված վնաս, ապացույց, որ վնասը պատճառվել է սրա հետևանքով, եւ համապատասխան հայցադիմում կամ ինչ-որ պահանջ, որը որ կպարտավորեցնի փոխհատուցություն տրամադրել։ Սակայն այս օրենքը այլևս չի վերաբերվում հանքարդյունաբերական ընկերություններին, որովհետեւ համաշխարհային բանկի թեթև ձեռքով թափոնները հանվել են այլևս թափոնների հասկացությունը այլևս տրված չէ ընդերքի մասին օրենսգրքով եւ ընդերկօգտագործման արդյունքում առաջացող այդ թափոնները օրենքի իմաստով թափոն չեն համարվում։ Այդ մասին ես դեռ կանդրադառնամ ամենավերջում։
Եվ վերջին երրորդ իրավական ակտը դա հենց ընդերքի մասին այս վերջին օրենսգիրքն է 2011-ին ընդունված եւ 12-ից ուժի մեջ մտած, որի 15 եւ 17-րդ հոդվածները նախատեսում են կառավարության եւ լիազոր մարմնի, այսինքն բնապահպանության նախարարության համար պարտավորություն մշակելու մոնիտորինգի անցկացման կարգ, այսինքն այս երկու կառույցները պետք է մշակեն ինչ-որ մի կարգ, որը որ մոնիտորինգ պետք է իրականացնեն այդ վայրերում պարզելու համար այդ ընկերությունների գործունեության արդյունքում շրջակա միջավայրին մարդու առողջությանը պատճառվող վնասի չափը եւ այլ եւ այլ։ Կառավարության ներկայացուցիչները այստեղ ասացին, որ ընդերքի մասին օրենսգրքից հետո եւս 45 իրավական ակտ պետք է ընդունվի եւ 35 արդեն ընդունված են։ Հուսով եմ նրանք տեղյակ են այդ կարգը ընդունվելը, թե չէ ես որ տեղյակ չեմ։ Շատ լավ։ Ուրեմն մենք երևի դա կունենանք։ Այսպես, ուրեմն քաղաքացիական օրենսդրության համաձայն, քանի որ խոսքը գնում է նրան, որ պատճառվող վնասը, առողջությանը պատճառվող վնասը կարող է փոխհատուցվել միայն այն դեպքում, եթե դա ապացուցված է, թե ինչի հետևանքով է առաջացել այդ վնասը, այստեղ շատ կարևոր է իրավական տեսանկյունից պարզելու պատճառը-հետևանքային կապը։ Պատճառը ինչն է, ինչու է այդ վնասը առաջացել, օրենսդրական կարգավորում, թե ինչպես պետք է փոխհատուցում տրամադրվի, միգուցե դա կլինի ինչ-որ ինշուրենսի, ապահովագրական վճարների միջոցով կամ պետությունը կստանձնի այդ պարտավորությունը կամ հանքարդյունաբերական ընկերությունը պարտավորություն կստանձնի, սա կարևոր չի, կարևորն այն է, որ այս պայծրությամբ մենք ոչ մեխանիզմ ունենք գնահատման պատճառված վնասի եւ ոչ էլ ունենք հիմքեր, գիտական հիմքեր, որ վնասը պատճառվել է հենց այս գործունեության հետևանքով։ Հաջորդը։ Ես այստեղ շատ հպանցիկ ուզում եմ անդրադառնալ համաշխարհային բանկի մի քանի ստանդարտների։ Նու գիտեք, որ կա այսպես կոչված performance standards կոչված հասկացություն, որը IFC համաշխարհային բանկի կազմում գտնվող International Financial Corporation-ի ստանդարտներն են, 8 ստանդարտներ են, որոնցից է նաև համայնքի առողջության, ապահովության եւ անվտանգության հիմնահարցերը, որոնք պետք է ներառվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում, եւ երրորդը հանքավերի փակումից հետո սոցիալական ազդեցության գնահատումը։ Ահա այս վերջին հարցի վրա եմ հատկապես ուզում ձեր ուշադրությունը սևեռել, որովհետեւ տեսեք, Հայաստանի Հանրապետությունը ինքը տրադիցիոն, ասենց բնահումքային գյուղատնտեսության, այսպիսի հումքի վրա հիմնված տնտեսական ձևեր է ունեցել սովետական տարիներին եւ երբ որ ինչ որ ընկերություն գալիս է եւ փոխում է, օրինակ Թեղուտի տարածքում փոխում է ամբողջ կենսամիջավայրը, ինքը փոխում է այդ մարդկանց ոնց որ սոցիալիզացիայի գործընթացները եւ հետո այդ ընկերությունը իր շմագում պետք է ներկայացնի, թե այ եթե ես հեռացա գնացի, վերջացավ այդ պաշարները սպառեցի, կամ նույն ամուսարում, այստեղ գեոթիմի ներկայացուցիչն է նստած, նույն ամուսարում 10 տարի շահագործեցին, թողեցին գնացին։ Այ այդ տարածքի բնակչությունը հետո ինչ պետք է անի։ Չէ՞ որ փոխվում է նրանց ամբողջ սոցիալական կենսակերպը։ Եվ համաշխարհային բանկի ստանդարտներով նաև այս մասին է նշված, որ շմագում պետք է այս ամենը արտացոլված լինի։ Սակայն, ինչպես գիտենք, Հայաստանում եւ պրակտիկան, եւ հենց նույն համաշխարհային բանկի կողմից անգամ ֆինանսավորվող այդ ընկերությունները որևէ կերպ չեն պահպանում այս ամենը, եւ սա ես գնահատում եմ որպես երկակի ստանդարտների կիրառում եւ ավելի անգամ կոչել կարտահայտվել, եթե այլ միջավայրում լինեի։ Բնության ոչնչացող միավորների դրամական հաշվարկի արկա օրենսդրական մեխանիզմները։ Ասեմ, որ այսօրվա դրությամբ մենք ունենք 3 իրավական ակտ եւ Գրիգորյան Էրիկի պրեզենտացիայի ժամանակ էլ այդ մասին նշվեց, դրանք կառավարության որոշումներ են, որոնք կարգավորում են օդի, մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների եւ հողային ռեսուրսներին պատճառվող վնասի գնահատման կարգը։ Այսինքն վերցվում են ինչ-որ բանաձև եւ այդ բանաձևի հիման վրա որոշվում է, սահմանվում է, թե որքան վնաս է պատճառվելու կոնկրետ տնտեսական գործունեության հետևանքով այդ միավորներին, բնության այդ միավորներին։ Սահմանված չեն բուսական եւ կենդանական աշխարհին պատճառվող վնասի հաշվարկման կարգը եւ ընդերքին, այսինքն բացի ընդերքում մենք գիտենք բազմամետաղային հանքավայրերն Հայաստանում հիմնականում եւ եթե արդյունքը հանվում են պղին ձև մոլիբդեն, մնացածը թափվում են պոչամբարներում կամ ինչ-որ այլ ձև մսխվում են, այդ դրանց պատճառող վնասի փոխհատուցումն էլ չկա, բայց դա դեռ վիճելի է, բայց բուսական եւ կենդանական աշխարհին պատճառվող վնասի գնահատման կարգ այստեղ միանշանակ պետք է լինի, որը չկա։ Եվ ինչ են ասում մեզ մեր որոշ իրավաբաններ, պետական բնականաբար համակարգում գտնվող, մեզ ասում են, որ նման կարգի մշակման անհրաժեշտություն չկա, քանի որ քաղաքացիական օրենսդրությունը դա արդեն կարգավորել է։
Սա իրավական տեսանկյունից մի մեծ մանիպուլյացիա է, որովհետև քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է անօրինական գործունեության հետևանքով կամ ասենք պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառվող վնասի փոխհատուցման կարգը, բայց ընդերքի շահագործումը հանքարդյունաբերությունը դա անօրինական գործունեություն չէ։ Դա կառավարության համապատասխան պետական մարմինների կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացվող գործունեություն է եւ քաղաքացիական օրենսգիրքը այս պարագայում չի կարող գնահատման կամ փոխհատուցման համար իրավական հիմք ծառայել։ Լավ, որպես քանի որ 15 րոպե եմ ընդհանրապես արագ անցնեմ, ուրեմն մի քանի ստատիստիկ տվյալներ եմ, ստատիստիկ չէ, հա, քաղաքացիական կառավարության ստատիստիկ կարելի ասել, պաշտոնական տվյալներ։ 2008-ից 10 թվականների ընթացքում կառավարության որոշմամբ ոչնչացվել են 20000 հեկտար գյուղատնտեսական հողեր։ Ես դիտավորյալ ոչնչացվել բառն եմ գրել, որովհետև այդ հողերի կատեգորիան փոխվել է ընդերքօգտագործման արդյունաբերական նպատակների համար ծառայող հողերի կատեգորիա դարձնելով եւ ըստ էության 20000 հեկտար գյուղատնտեսական բարձրակարգ հողեր ուղղակի հանվել են գյուղատնտեսական նպատակներով օգտագործման համար պիտանի շրջանառությունից։ Ու մի եւս մեկ որոշում կառավարության ես հիմա կցիտեմ, սա 21 ապրիլ 2011 թվականի թիվ 558 որոշումն է, հասկանալու համար թե ուր է հասնում աբսուրդը։ Կառավարությունը սրանով որոշում է կայացրել ըստ էության հանքարդյունաբերական ընկերություններին կողմից արդեն իսկ օգտագործվող հողերը տրամադրել նրանց եւ կատեգորիան մեխանիկորեն փոխել։ Ես հիմա ընթերցում եմ։ Ընտերքօգտագործման ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտները առանց ավելորդ վարչարարության եւ ժամանակի կորստի կարող են նպատակային այլ նշանակության հողերը փոխադրել արդյունաբերական ընտերքօգտագործման եւ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի։ Չկա որևէ հիմնավորում, չկա որևէ փաստարկում կառավարության կողմից, թե ինչու պետք է այդ ընկերությունները հենց այդպես վերցնեն եւ փոխեն այդ հողերի կատեգորիան։ Իրավական ակտի համար բացարձակ անհասկանալի մի փաստաթուղթ։ Ու մի կարևոր բան էլ նշեմ, կապված հողի կատեգորիաների փոփոխության հետ։ Օրինակ անտառը, հա? Ինչ է կարծում, ինչ է անտառը։ Օրինակ երկրաբանները կարող են իրենց սահմանումը տալ, բնապահպանները իրենց սահմանումը տալ, իրավաբանները տվել են հետևյալ սահմանում, մեր պետական պաշտոնյա իրավաբանները, որ անտառը դա անտառային նշանակության հողերն են եւ այլն, հա, ինչ որ որոնք որոշակի չափանիշների համապատասխանում են։ Սրա, այսինքն անտառ ասելով մենք հասկանում ենք ոչ թե էկոհամակարգ, այլ այդ նշանակության հողեր եւ կառավարությանը իրավունք է վերապահված գրչի մեկ հարվածով փոխել հողի կատեգորիան անտառային հողերից, օրինակ թեղուտում, հա, անտառային հողերից այն դարձնելով ընդերքօգտագործման համար ընդերքօգտագործման նշանակության հողերի։ Ես ստացվում է, որ այդ գրչի հարվածից հետո այնտեղ այլևս անտառ չկա։ Իրավաբանորեն դա այլևս անտառ չէ, դա ընդերքօգտագործման համար հատկացված տարածք է։ Ընդերքօգտագործման հողեր են, ասենք անապատ է այդտեղ, այլևս անտառ չկա։ Սա ձևակերպումներն են օրենսդրական կապված հողի կատեգորիայի փոփոխության հետ։ Եվ ես կուզեմ խոսել նաև մի առանցքային կարևորության թեմայի մասին, ինչպեսիք են թափոնները։ Ես հուսով եմ դեռ ժամանակ ունեմ 5 րոպե։ Ուրեմն նախ մինչև ընդերքի մասին նոր օրենսգիրքը եւ դրանից հետո ընդերքի մասին նոր օրենսգիրքից հետո։ Ուրեմն ընդերքի մասին նոր օրենսգիրքից առաջ մենք ունեինք թափոններ հասկացություն, որը տրված էր թափոնների մասին օրենքով։ Այդ օրենքով սահմանված էր, ինչպես նշեցի, թափոնների կառավարման, դրանց հարկման, դրանց համար վճարների ամբողջական համակարգ եւ հղում էր կատարվում մեկ այլ իրավական ակտի բնօգտագործման եւ բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին օրենքին, որտեղ սահմանված էր թափոնների կատեգորիաները ըստ վտանգավորության աստիճանի եւ թե որքան գումար պետք է վճարեն տնտեսվարողները X քանակության թափոն արտանետել X քանակության եւ X որակի, հա, վտանգավորության աստիճանի թափոն արտանետելու համար։ Եվ այնտեղ օրինակ նշված էր, որ առաջին կատեգորիայի ամենաթունավոր թափոնները, որոնք սովորաբար առաջանում են հանքարդյունաբերական գործունեության արդյունքում, դրանց 1 տոննայի համար գանձվում էր 48000 դրամ։ Այդ օրենքը
Դա գործող օրենք էր, ոչ ոք չի փոխել։ Ճիշտ է, այնտեղ կար մի կետ, որ ոչ վտանգավոր թափոնների համար 0 դրամ է վճարվում հանքարդյունաբերության ոլորտում, բայց հանքարդյունաբերության ոլորտում ոչ վտանգավոր թափոններ, որքանով ես այնտեղ չեն լինում։ Դրանք որպես կանոն առաջին կարգի վտանգավորության թափոններ են։ Եվ մի հաշվարկի համաձայն միայն Քաջարանի պղնձամոլիբդենայինը այս վերջին տարիների գործունեության արդյունքում այնքան թափոն է արդեն արտանետել շրջակա միջավայր, որ ինքը պետական բյուջեին պարտք է մոտ 4 միլիարդ դոլար։ Եվ այն հանգամանքը, որ այդ մարմինները իսկապես պարտք են այդ գումարը, այդ ինտերկոկտագործմամբ զբաղվող մարմինները, դա հավաստվում է Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությամբ, որտեղ ուղղակիորեն նշված է վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79%-ը վտանգավոր թափոնների անձնագրեր չեն կազմել, Բնապահպանության նախարարության համաձայնեցման չեն ներկայացրել։ Նույն հաշվետվության համաձայն հարստահոսուցիչ ձեռնարկությունները, հանքահարստացուցիչ ֆաբրիկաները, իրենց հաշվետվություններում թափոնները ներկայացնում են կամ որպես ոչ վտանգավոր թափոններ, կամ ընդհանրապես փոչամբարի պարունակությունը որպես թափոն չի դիտվում։ Արդյունքում որևէ բնապահպանական վճար չի վճարվում, իսկ Հայաստանի Հանրապետության բյուջեն որևէ օգուտ չի ստանում։ Այսինքն գործող օրենսդրությամբ միջև նոր ընդերքի մասին նոր օրենսդրքի ընդունումը, թափոնների մասին օրենքով կարգավորված էր, թե որքան բնապահպանական վճարներ պետք է վճարեն այդ ընկերությունները իրենց արտադրած կեղտի համար։ Բայց գործնականում, ինչպես որ փաստվում է պաշտոնապես Վերահսկիչ պալատի զեկույցով, որևէ մեկը նման հաշվետվություն չի ներկայացրել, որևէ մեկը որևէ լումա չի վճարել։ Սա մի բացարձակ փաստ է, որը պարոն վարչապետի ներկայացուցիչներին ի գիտություն եմ ասում։ Նաև, ինչ տեղի ունեցավ ընդերքի մասին նոր օրենսգրքի ընդունումից հետո։ Թափոն հասկացությունը ընդհանրապես հանվեց։ Իդեպ ասեմ, որ այս օրենսգրքի ձևավորման աշխատանքներին իր ծանրակշիռ մասնակցությունն է ունեցել Համաշխարհային բանկը, եւ որպես ֆինանսական կորպորացիա շահույթի վրա հիմնված ինքը իր գնահատականներն է տվել իրավիճակին եւ մեզ փորձել է բացատրել, որ ժողովուրդ ջան, այդ թափոն չի է, այդ տեխնացին հանքավայր է, այդտեղ թափոն չկա եւ հետայսու այդ թափոնների հասկացությունը, թափոնների համար վճարներ կատեգորիան ուղղակի փոշիացվում է։ Այլևս 2012 թվականից սկսած Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերական ընկերությունները թափոններ չեն արտադրելու։ Նրանք արտադրելու են ինչ-որ կողմնակի, ասես նյութեր, որոնք որ լցվելու են ինչ-որ տեխնացին հանքավայրերում եւ հետագայում տրամադրվելու են վերաշահագործման։ Ահա այսպես թափոնները վերածվեցին տեխնացին հանքավայրի եւ այլևս մենք ուղղակիորեն իրավաբանորեն զրկվեցինք թափոնների համար վճար պահանջելու իրավունքից։ Եւ մի քանի տվյալներ ուղղակի բերեմ ստատիստիկ եւ վերջացնում եմ, այո։ 2000 պաշտոնական տվյալներ վերցված բնապահպանության նախարարության եւ ազգային վիճակագրական ծառայության կայք էջերից 2008 թվականին Հայաստանում արտադրվել է 11 միլիոն 455 հազար տոննա թափոն։ 2009 թվականին 2008-ին 11.455, 2009-ին 14.766, 14 միլիոն 766, 2010-ին 17.307, նո երևի հաշվի առնելով, որ 2012-ից նոր ընդերքի մասին օրենսգրքի ուժի մեջ է մտել եւ մենք այլևս թափոններ չենք ունենալու, 2012-ից երևի այդ թիվը ուղղակի չի լինի, հա, մենք թափոններ չենք ունենա Հայաստանում։ Բայց ուղղակի իմացեք տենդենսը եւ այնտեղ նշված է նաեւ մեկ շնչին Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր բնակչի համար, թե որքան թափոն է յուրաքանչյուրից հասնում։ Ուրեմն 2008 թվականին յուրաքանչյուրից հասնում էր 4.5 տոննա, մեկ անձին հասնում է 4.5 տոննա թափոն։ 2009-ին 5.3 տոննա, 2010-ից այլևս տվյալներ չկան մեկ շնչի վերաբերել։ Եվ ամերիկյան մի ամսագրի տվյալները ներկայացնեմ, BioCycle ամսագիրը ներկայացրել է տվյալներ, որի համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենակեղտոտ sense երկիրն է, որտեղ ամենաշատ թափոններն են արտադրվում մեկ շնչի կտրվածքով, եւ մեկ շնչի կտրվածքով այնտեղ արտադրվում է 1.19 տոննա։ Երևի իրանք ուղղակի տեղյակ չեն Հայաստանի վիճակագրության հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաջորդ բանախոսը այսօր պարոն Դանիելյանն է։ Շնորհակալություն, հարգարժան գիտաժողովի մասնակիցներ։
ինձ առաջարկվել էր ներկայացնել նյութ կապված հանքարդյունաբերության ոլորտում պատճառած վնասի փոխհատուցման իրավական կարգավորումների հիմնախնդիրներին, ես ինքս համամիտ լինելով այս ինստիտուտին եւ համարելով այն իսկապես արձիական, պատրաստել եմ նյութ շատ համառոտ ներկայացնելու համար, եթե ձեզ կհետաքրքրեն հարցադրումները, բնականաբար իմ կողմից պատրաստված նյութը մի փոքր ավելի ընդգրկուն է, լայն է, ես կփոխանցեմ դա ձեզ։ Եվ միաժամանակ պետք է ասեմ, որ լսելով եւ զեկուցողներին եւ նրանց ներկայացող հարցադրումներին փոքր-ինչ պետք է վերանայեմ իմ ելույթը, թեպետ նախապես կարծես թե որոշել է թե հատկապես որ խնդիրները պետք է համարվեն առավել այսպես արձիական։ Նախ մի փոքր դիտարկում կապված իմ երիտասարդ գործընկերոջ Արթուրիային մոտեցման հետ, որ որոշումները շատ հապճեպ են ընդունվում եւ կարծես թե դա որևէ իրավական հիմնավորում չունի։ Ես ուզում ասել, որ ցանկացած իրավական ակտ, այդ թվում նաեւ կառավարության որոշումները ընդունվում են որոշակի հիմնավորումներով։ Չկա այնպիսի մի կառավարության որոշում, որը չուղեկցվի որոշակի հիմնավորումներով։ Ուրիշ խնդիր, որ կարող ենք մենք այստեղ այդ հիմնավորումները վիճարկել, ասել, որ բավարար չափով պատճառաբանված չեն։ Եվ երևի թե կարծում եմ Արթուրը մյուս անգամ ցանկացած իրավական ակտին անդրադառնալիս կանրադառնա նաեւ քննարկման առարկա կդարձնի այդ հիմնավորումները եւ մեզ համար ավելի առարկայական կներկայացվի այն նյութը, թե իսկապես մենք գործ ունենք բավարար չափով հիմնավորված, թե շատ հպանցիկ հապճեպ ընդունված իրավական ակտի հետ։ Ինձ թույլ տվեք չանդրադառնալու կոնկրետ իրավական օրենսդրական ակտերի, որովհետև բնականաբար ժամանակը շատ սեղմ է, ես ավելի շատ կանգ առնեմ հիմնախնդիրների վրա եւ իրավական կարգավորման առավել, այսպես ասեմ, առանցքային հարցադրումների վրա։ Ես միանշանակ համամիտ եմ այն դիրքորոշման հետ, որ այո, պատճառված վնասի փոխհատուցման ինստիտուտը պետք է իր ամբողջական կարգավորումը ստանա քաղաքացիական օրենսդրությունում եւ տեղյակ եք, որ դեռևս 98 թվականի մայիսի 5-ին ընդունված քաղաքացիական օրենսգիրքը կարծես թե սպառիչ, ինչ-որ չափով սպառիչ, այս հարցադրումներին անդրադարձավ։ Ֆորում անդրադարձավ ոչ միայն պայմանագրային, ինչպես նաև ասեց պարոն Գրիգորյանը, անդրադարձավ նաև ոչ պայմանագրային, այսինքն օրենքից բխող նաև փոխհատուցման եւ եղանակներին, եւ չափերին, եւ հիմքերին։ Սա ինչ-որ միտեղ աշխատեց եւ քանի որ դեռևս Հայաստանում վարչական արդարադատության ինստիտուտը չէր դրսևորվել, չէր կայացել, սա նաև աղբյուր էր հանդիսանում այն իմաստով քաղաքացիական նաև օրենսդրությունը եւ քաղաքացիական դատավարության համար, որ մենք ժամանակավոր քաղաքացիական դատավարության օրենսգրքում ներառենք ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս վիճարկելու պաշտոնատար անձանց եւ տեղական մարմինների, ինքնակառավարման մարմինների եւ պետական մարմինների գործողությունները, անգործությունը եւ բնականաբար ապօրինի իրավական ակտերը։ 2004 թվականի փետրվարի 18-ին ընդունվեց նոր օրենք վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին, որը կարծես թե փորձ արեց ամբողջովին կանոնակարգելու արդեն վարչարարության պատճառված վնասի փոխհատուցման ինստիտուտը եւ իմ կարծիքով ոչ այնքան հաջող։ Ես ծանոթ եմ հեղինակների դիրքորոշմանը, մոտավորապես այն հնչում է այսպես, որ ժամանակին քաղաքացիական օրենսդրությունը զարգացել է սխալ ուղղությամբ, հավանաբար հեղինակները չեն ունեցել բավարար փորձ, գիտական, չգիտեմ, պրակտիկ փորձ եւ այլն, պրագմատիկ խնդիր են փորձել լուծել եւ տեսական գործնական դժվարությունների հանդիպելով իրենք պարզապես փորձել են շատ արագ այս խնդիրը ներառել քաղաքացիական օրենսդրությունը, մինչդեռ վարչարարության պատճառված վնասի փոխհատուցման ինստիտուտը պետք է վերաբերի միայն եւ միայն հանրային իրավունքին, վարչական իրավունքին։ Իսկ միշտ հետաքրքրում էր, թե որտեղից է վերցվել այս տեսակետը եւ երբ նախ տեղյակ լինելով, որ օրենքի համար նախային է ծառայել Գերմանիայի օրենսդրությունը, ծանոթացա Գերմանիայի նաև վարչական դատավարության վարչական վարույթի մասին օրենքին եւ հասկացա, որ պարզապես կա մի փոքր թյուրըմբռնում։ Իսկապես Գերմանիայի վարչական վարույթի մասին օրենքը որոշակի կարգավորումներ վարչարարության պատճառված վնասի առնչությամբ ունի։ Բայց խոսքը վերաբերում է բացառապես այն հարցադրումներին, որոնք վերաբերում են վարչարարությանը։ Թե ինչ է իրենից ներկայացնում վնասը, ինչ կարգով այն պետք է հաշվարկվի եւ ինչ կարգով պետք է վճարվի, սա արդեն միայն եւ միայն մասնավոր իրավունքի ճյուղի խնդիր է եւ այստեղ երկրորդ հարցն է առաջ գալիս, որը իսկապես իրավակիրառ պրակտիկան լուրջ խնդիրներ է նաեւ առաջացնում, որ եթե հեղինակները գտնում էին, որ վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը պետք է սպառիչ այս հարցերը կարգավորեր, ապա իրենք պետք է ներկայացնեին առաջարկություն խորհրդարանին, ազգային ժողովին, որպեսզի քաղաքացիական օրենսդրությունում այս հարցերը եղած օրենսդրական նորմերը հանվեին, մինչդեռ դա չի արվել։ Ստացվում է, որ մենք այսօր ունենք միմյանց հակասող եւ էապես հակասող իրավական կարգավորումներ, որը ըստ իս բնականաբար ընդունելի չէ, մեղմ ասած, ընդունելի չէ եւ առաջացնում է լուրջ իրավակիրառ խնդիրներ։
Մի կարևոր հարցադրում եւս կապված նաեւ իրավախախտումներով պատճառված վնասի հետ, ընդհանրապես մեր օրենսդրությունը մի փոքր կարծես թե հռչակագրային բնույթի նորմերը չափից դուրս ինչ որ տեղ են գտնում եւ շփոթ առաջացնում դարձյալ իրավակիրառ պրակտիկայում։ Նույն ընդերքի մասին օրենքը տարբեր նկատառումներով այստեղ ներկայացվեց որպես դրական եւ բացական, բայց ես կանգ առնեմ միայն պատճառած վնասի փոխհատուցման խնդիրներին եւ տեսեք 78-րդ հոդվածն է դրան նվիրված եւ զուտ հռչակագրային բնույթի նորմ, որ ըստ այս օրենքի ընդերք օգտագործման ոլորտում պատճառած վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հարց է ծագում, եթե այս դրույթը չլիներ, օրենսդրությունը չէր կարգելու այս խնդիրը։ Վերջին ասოს Սահմանադրության 83.5 հոդվածը արդեն իսկ ամրագրում է, որ այս բնույթի հարցերը կարգավորվում են միայն օրենքով, այսինքն ավելորդ հռչակագրային բնույթի նորմերը խճողում են եւ ոչ մասնագետի, ոչ իրավաբանի համար սա իսկապես խնդիր է։ Այսինքն շատ հաճախ այն տպավորությունն է, որ ընդունենք հարաբերությունները կարգավորվում են այս մակարդակով, եթե մենք չունենանք այսպիսի դրույթ, ուրեմն պատճառված վնասի փոխհատուցման ինստիտուտը կմնա չկարգավորված։ Էլ ավելի խնդրալույց է դրա շարունակությունը 78-րդ հոդվածի երկրորդ մասը, ըստ որի եթե ապօրինի ընդերք օգտագործում է իրականացվում, արդյունահանում, չգիտեմ, ուսումնասիրություն եւ այլն, ապա պատասխանատվություն է կրում այդպիսի հարկերի մասին օրենքով նախատեսված կարգով։ Դարձյալ անհասկանալի է, թե ինչի միայն հարկերի մասին օրենքով, բոլորը շատ լավ գիտեք, որ կախված բնականաբար հետևանքներից, ծանրության աստիճանից արարքը կարող է նաև որակվել որպես քրեական հանցագործություն, վարչական զանցանք եւ այլն։ Իսկ այսպիսի իրավական կարգավորումները ոչ թե լուծում են խնդիր, այլ ցավոք նոր խնդիրներ են առաջացնում։ Եվ սա է իմ նկատառումը, որ նման եղանակը, նման իրավական մշակույթը կարծում եմ աստիճանաբար պետք է մեր օրենսդրությունից մենք հանենք։ Սա ցանկացած իրավական ակտում ցավոք մեծ տարածում է ստացել։ Դուք ժամանակին կհիշեք, որ նաև ընտրական օրենսգրքում մենք թվարկում ենք, թե որոնք են համարվում ընտրական իրավունքի խախտումներ, հետո եւ քրեական օրենսգրքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սկսում ենք թվարկել, թե որոնք են իսկապես զանցանքները եւ հանցագործությունները։ Եվ հետո փորձում ենք համալրել, թե արդյոք այս հոդվածները համարժեք են 131-րդ հոդվածի նկատի ունեմ նախկին ընտրական օրենսգրքի այն հոդվածին, որը նախատեսում էր, թե որոնք են ընտրական խախտումներ, թե ոչ։ Եվ ուզում եմ անդրադառնալ արդեն այն մի շարք հարցադրումներին, որտեղ տեղավորվում է կարծես թե նյութի մեջ, կապված թե վերջին հաշվով պետության, վարչարարության պատասխանատվությունը որքանով է առնչվում տվյալ, ասենք ընդերքի նկատմամբ ունեցած իր սեփականության իրավունքի հետ։ Երևի տեղյակ եք, որ 5 տարի առաջ քաղաքացիական օրենսգրքում ներմուծվեց 1071 հոդված, ըստ որի սեփականատերը համարվում է անշարժ գույքի միջոցով պատճառված վնասի պատասխանատուն։ Բայց միաժամանակ ամրագրվեց այս հոդվածում, որ եթե այս անշարժ գույքը տրվում է տիրապետման օգտագործման, ապա նույն այդ անշարժ գույքով պատճառված վնասի պատասխանատուն արդեն ոչ թե պետություն, այլ իրավաբանական անձը, որին տրվել է օգտագործման կամ վարձակալության օգտագործման միևնույն է։ Հիմա տեսեք, պարոն Հակոբյանը ասաց, որ ինձ համար հասկանալի չէ, թե վերջին հաշվով ինչ է նշանակում ընդերքի նկատմամբ բացառիկ իրավունք։ Սա պետք է ասել, որ իսկապես խորհրդային տերմինոլոգիա է, որտեղ եթե դուք այսօր վերցնեք քաղաքացիական օրենսդրություն ուսումնասիրեք, բացառիկ իրավունք հասկացություն սեփականության նկատմամբ չեք հանդիպի։ Ինչ-որ միտեղ սա նաև իմ թվում է աղերսներ ունի Սահմանադրության հետ, որտեղ սեփականությունը չի կարող լինել բացառիկ։ Սեփականությունը ինքնին արդեն բացառիկ է։ Չի կարող սեփականության մի տեսակը լինել բացառիկ, մյուս տեսակը ոչ։ Այլապես կխախտվեր բնականաբար սեփականության իրանքի պաշտպանության սահմանադրական հիմքերը, սկզբունքները։ Բայց ես համամիտ եմ պարոն Հակոբյանի հետ մի հարցում։ Լավ, ընդունենք սա բացառիկ չէ, պարզապես սեփականություն է։ Սեփականություն ինչի նկատմամբ։ Մենք ասում ենք, որ եթե չեմ սխալվում, ընդերք օգտագործման օրենքը սեփականության իրավունքը տարածում է ընդերքի եւ ընդերքային տեղամասերի նկատմամբ, տարածքների նկատմամբ։ Բայց ասում ենք, որ բոլոր դեպքերում այն պաշարները, որոնք արդյունահանվում են, համարվում են արդեն օգտագործողի, շահգործողի սեփականությունը։ Ըստ այդմ էլ արդեն ամբողջ օրենսդրության հետագա կառուցվածքն է գնում։ Հիմա մի բան ընդունենք, որ մենք շարունակում ենք օրենսդրությունը այնպիսի տրամաբանության, որ ընդերք հասկացության մեջ ներառում ենք նաև ընդերքի պաշարները։ Ինչ կունենենք սրա արդյունքում, այսինքն տնտեսությունը կամ իրավական կարգավորումները սրանից կշահեր, թե կտուժեր։ Երկու իրավական լուծում կա սրան, մեկը կարծես թե մենք մասնակիորեն ընդունել ենք, մենք ունենք բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին օրենքը, ցավոք այստեղ քննարկման ընթացքում ես նկատեցի, որ այս օրենքը ընկալվում է իբրև թե հարկային օրենսդրության բաղկացիչ մաս, մինչդեռ ռոյալտին բացարձակապես հարկետ որևէ առնչություն չունի։ Իր տրամաբանությամբ, իր բովանդակությամբ ցավոք սա հենց պետք է ընկալել որպես հարկային ինստիտուտ, որտեղ եթե իսկապես մենք
ռոյալթի գանձում ենք նրա համար, որ կա բարձր շահութաբերություն, իսկ դա մետաղարդյունաբերության ոլորտում այդպես են կալվում, ապա ասում ենք, որպես այս բարձր շահութաբերությունը ինչ-որ միտեղ փոխհատուցվի, մենք նախատեսում ենք ռոյալթիներ։ Սրա մեջ իմ կարծիքով բավարար տրամաբանություն չկա։ Իհարկե սա փորձ է, որպեսզի մենք այն արժեքը, որ պետք է մենք ստանանք սեփականատիրոջից, որտեղ մենք ենք ըստեյության պետություն ենք հիմնական սեփականատերը, ռոյալթիի միջոցով մենք կարծես թե փոխհատուցում ենք դա, բայց դա լիարժեք փոխհատուցում չէ։ Եվ միգուցե ես չգիտեմ տնտեսագետ չեմ, տնտեսագիտական չափանիշներով սա միգուցե շատ իրեն շահավետ է, բայց զուտ իրավական տեսանկյունից խիստ խոցելի։ Հիմա ես ուզում եմ շարունակել պարոն Հակոբյանի միտքը, ինչ կունենանք, եթե մենք ունենանք նաև սեփականություն նույն այդ բնական պաշարների նկատմամբ, եւ գալիս է հանքարդյունաբերողը իր ռիսկով, սկսում է իր շահագործումը, հանքարդյունաբերության գործունեությունը իրականացնում եւ բնականաբար ձեռք բերածը նա չի կարող համարել սեփականությունը, որտեվ ընդունեք ընդերքի հասկացության տակ մենք մի փոքր լայն իմաստունքներ դնում եւ համարում ենք, որ դա եւս համարում է պետության սեփականությունը, որևէ խնդիր չկա, այսօր գործող օրենսդրությունը դա կարգավորում է։ Ես խնդրեմ դուք ուշադրություն դարձնեք քաղաքացիական օրենսգրքի 174-րդ հոդվածի վրա, որտեղ վերամշակման մասին է խոսվում։ Եվ եթե արդյունաբերողը ձեռք է բերում վերամշակում է հանքանյութը, ապա դրա համար պետությունը պետք է նրան վճարի։ Իհարկե վճարի այն չափով, որպեսզի վերջինիս համար սա լինի շահութաբեր։ Սա ուրիշ խնդիր է։ Վաճառքի խնդիրը նույնպես իրավական կարգավորման առանձին հարց է։ Այսինքն նույն կազմակերպությունը կարող է զբաղվել սրա իրացմամբ կամ կարող է պետությունը ինքը որևէ կազմակերպության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելով կազմակերպել դրա վաճառքը։ Այսինքն ասել, թե այստեղ մենք այդ խնդիրը լուծելու հնարավորություն չունենք եւ ռոյալթին միակ տարբերակն է, կարծում եմ ոչ։ Ռոյալթին ընդհանրապես կարծես թե այսպես կիսա պատասխանատվություն առաջացնող խնդիր է։ Մի կողմից մենք լուծում ենք հարկային, կարծես թե քաղաքականության խնդիր, մի կողմից պատճառված վնասի փոխհատուցման խնդիր, ես համամիտ եմ բոլոր այն զեկուցողների հետ, որ ընդհանրապես վնաս է պատճառվում ոչ միայն անիրավաչափ, ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով, այլև իրավաչափ, այլապես մենք չենք ընդունի բնօգտագործման, բնապահպանական եւ բնօգտագործման մասին օրենքը, որովհետեւ հենց այս օրենքը ելակետ է ընդունում այն, որ այո, ընդերկօգտագործման ոլորտում կարող են լինել այնպիսի գործողություններ, որոնք իրավաչափ են միանշանակ, բայց առաջացնում են որոշակի վնաս։ Եվ այս վնասը փոխհատուցելու համար պետությունը գանձում է որոշակի գումարներ։ Մի խնդրել եմ ես ուզում անդրադառնալ արդեն իրավախախտումների հետ կապված 2005 թվականի մայիսի 3-ին ընդունվեց օրենք, որը կարծես թե փորձում էր մի ամփոփ տեսք տալ այս օրենսդրական կարգավորմանը եւ այս օրենքով առաջին անգամ բնապահպանական իրավախախտումներով հատկապես կենտրոնական բուսական աշխարհի դեմ ուղղված իրավախախտումների փոխհատուցման համար սահմանվեցին սակագներ։ Սա ըստ էության վարչարությունը պարզեցնում է։ Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ պատճառված վնասը կտրուկ ինչ-որ որոշակի սակագներով ճշգրտելը չափազանց բարդ է։ Երբեք չի կարելի վերցնել բնության մեջ մի այնպիսի իրավիճակ, որ միևնույն գործողությունը միևնույն չափի վնաս պատճառի, բայց պարզեցնելու իրավական որոշակիություն ապավելու տեսանկյունից սա ինչ-որ միտեղ կարող է ընդունելի համարվել։ Դեպետ էլ եմ ասում իրավական տեսանկյունից սա խոցելի տեղեր ունի։ Բայց շատ հաճախ մենք բնականաբար իրավական կարգավորումների գնալիս ելակետ ենք ընդունում ոչ թե այն, որ իրավական սկզբունքներից սա հակասում է թե ոչ, այլ մի փոքր հաշվի ենք առնում նաև իրավաչափ գործունեությունը, որոշակիությունը, արդյունավետությունը եւ այլն։ Հիմա այստեղ խնդիր առաջանում։ Մենք այս գումարները գիտենք, որ ամբողջովին մուծում է պետական բյուջե։ Այսինքն ցանկացած այս իրավախախտման համար սակագներով հաշվարկված գումարները 10-օրյա ժամկետում կամավոր, իսկ եթե 10-օրյա ժամկետում կամավոր չեն վճարում, արդեն դատական կարգով գանձում են պետական բյուջե։ Եվ իսկապես երբ արդեն լսեցին նաև ներմասնագետների կարծիքը, պարզվեց, որ պատճառված վնասի այս եղանակներով ոչ իրավաչափ դեռ խոսքը իրավաչափ իրականում գործունեության մասին է, թիրախներ են նաև քաղաքացիները, ֆիզիկական իրավաբանական անձինք։ Մենք ասում ենք, որ այս դեպքում դուք օգտվեք քաղաքացի իրավական եղանակով պատճառված վնասի հատուցման հայցեր ներկայացրեք եւ այլ, որ չափազանց բարդ եւ աշխատատար ինչ որ խնդիր է եւ ֆիզիկական անձանց համար ոչ այնքան ընդունելի։ Խնդիրն այն է, որ 1-2 առաջարկությունով սա կարելի է լուծել։ Մենք առայժմ գնում ենք դրան, ես ծանոթ եմ օրենսդրական զարգացումներին, բայց կարծում եմ դա երկար ժամանակ կխլի։ Առաջինը պետք է մենք իսկապես մի փոքր համարձակություն ունենանք, ընդունենք խմբային հայցերի ինստիտուտը, որտեղ հատկապես այն տարածքներում, որտեղ մարդիկ մի փոքր մտավախություն ունեն, կաշկանդված են, աշխատում են տվյալ հիմնարար ձեռնարկությունում, նրանք բնականաբար չէին ուզենա իրենց հարաբերությունները այդում նաև դատարան դիմելու եղանակով վատարացնել, խմբային հայցերի ինստիտուտը սա լուծում է։ Որտեղ պարտադիր չի, որ բոլորը ստորագրեն այս հայցերը եւ այլն։ Եվ այսօր Եվրամիության 18 անդամ երկիր, այսինքն սա միանշանակ չի, բայց դեռ խոսում են մասին, որ
Եվրոմիության անդամ երկրները նույնպես հասկանում են, որ խմբային հայցերը կարող են որոշ խնդիրներ լուծել։ Համենայն դեպս ավելի արդյունավետ լինել, քան այն հայցերը, որ անհատապես մենք ներկայացնում ենք, ստիպում ենք բոլորին ստորագրել այդ հայցերը, պետական տուրք վճարել եւ այլ, ասենք բարդ ընթացակարգ են։ Եվ պետք է ասել, որ մենք ժամանակն արդեն իսկապես օրենսդրությամբ ամրագրենք ոչ միայն դատական պրակտիկայով, այսպես կոչված խառը հայցեր ինստիտուտին վերադառնանք եւ նկատի ունենանք, որ եթե մենք վարչական արդարադատության ինստիտուտը ներառել ենք, սա պետք է լրացիչ հոգս մարդկանց համար չառաջացնի։ Ինչ է ստացվում, մենք սկզբից պետք է վարչական դատանու վիճարկենք որոշակի իրավական ակտ, հետո վերցնենք այս դատական ակտը, դիմենք արդեն քաղաքացիական դատարան, որպեսզի ստանանք փոխհատուցում։ Սա ավելորդ քաշքշուկ է եւ ոչ մի երկրում կարող եմ ասել, որ այսպիսի ընթացակարգ գոյություն չունի։ Մի դատարան դա պետք է լսի, որպեսզի առանց այդ մեր դատարանների ծանրաբեռնվածություն մենք ավելորդ մի երրակի անգամ չավելացնենք։ Դրա համար պետք է լինի մայր հայց եւ դրանից բխող ինչ-որ ացենցիալ հայց։ Սա բարդ խնդիր չէ եւ բնականաբար, երբ այս ինստիտուտը ներառվի, ինչ-որ միտեղ մենք արդեն խոսենք ոչ թե դատավորների թիվ ավելացնելու մասին, այլ կմտածենք եղած դատավորներով ավելի քիչ ծանրաբեռնված խնդիր լուծելու համար։ Մի խնդիր եւ սրանով ավարտեմ, թույլ տվեք, խնդրում եմ։ Մենք երբ ներառում ենք վարչական դատավորության ինստիտուտ, առաջին անգամ այս օրենսգիրքը ընդունեցինք, ենթադրում ենք, որ անհարկի տարաձայնություններ դատական պրակտիկան գոնե չեն առաջանա։ Այսինքն երբեք այն իրավիճակը չի լինի, երբ մի հայցը սկզբում մուտք է արվում վարչական դատարանը վերադարձում հետո առաջին հայցանի դատարան, մենք ցավոք ունենք այսօր մի շատ տխուր իրավիճակ, երբ ասենք վճռաբեկ դատարանը միաժամանակ երկու իրարամերժ որոշումներ ունի։ Մի որոշմամբ ամրագրել է, որ այս հայցը պետք է անպայման մուտք արվի քաղաքացիական գործերով դատարան, մեկ այլ որոշումը նույն հայցն է, բովանդակությունը նույնն է, ընդամենը վերնագիրն է փոխված։ Ընդհակառակը գտել է, որ պետք է դիմել, ասենք, վարչական դատարան։ Ինչի համար մենք ստեղծեցինք վարչական դատարաններ, ասենք մասնագիտացված դատարաններ էին, որոնք պետք է լրացնեն ընդհանուր իրավասության դատարաններին։ Ես երբեմն նաև գործնական իրավաբաններին, տեսական իրավաբաններին մի հարց եմ տալիս. դուք լիարժեք պատկերացում ունեք, թե ինչ բան է մասնագիտացված դատարան եւ ընդհանուր իրավասության դատարան։ Ինչու է, ասենք, վերաքննիչ վարչական դատարանը համարվում մասնագիտական, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը ոչ։ Հավատացեք, մեծ մասը այս հարցի պատասխանը չգիտի։ Այ հենց այս հարցի պատասխանը մենք եթե կարողանանք համարժեք ընկալել, կհասկանանք, որ ընդհանուր իրավասության դատարանը պետք է ծածկի բոլոր այն տիրույթը, որը չի վերաբերում վարչական դատարանը։ Եթե վեճ կա, ուրեմն անմիջապես գործը պետք է տրվի ընդհանուր իրավասության դատարանը, եւ այս ավելորդ քաշքշուկները պարզապես չեն լինի։ Նորից եմ կրկնում, ես ընդամենը փորձեցի հիմնահարցերին անդրադառնալ, եթե որևէ մեկին կետարկրեն ավելի խոր այս հարցերի մասին իմ տեսակետն, ես կփոխանցեմ էլեկտրոնային տարբերակով, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մենք առիթ կունենանք ավելի խորը քննարկել այս հարցերը մի քիչ հետո։ Պարոն Սանասարյան։ Իհարկե շատ դժվար կլինի 15 րոպեն ճիշտ օգտագործել, քանի որ հարցերը շատ են, բայց ինչքան գիտեմ, իհարկե պետք է միայն մի խնդրի անդառնանք։ Այսօր հիմնական ելույթ ունեցողները ասացին մի բան, որ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության հայեցակարգը բացակայում է։ Ճիշտ է, այդպիսի բառ չասեցին, բայց նույնն է։ Եվ միաժամանակ ասեցին, որ գործողություններ են կանում, ասենք ոչ ունենք լիարժեք, թե ինչ ունենք հանքեր։ Մյուս կողմից ես հետո միգուցե կասեմ, թե մենք առայժմ անգամ չենք էլ ուզում ճշտել, թե որն է հանքավայր, որը հանքավայր չի Հայաստանի Հանրապետության լեռնային երկրի համար։ Եվ մենք փաստորեն այսօր ուրեմն լայն հնարավորություն ենք տվել տարբեր ընկերությունների եւ առանձին անհատների Հայաստանում հանքարդյունաբերություն իրականացնել։ Իհարկե, քանի որ ես համբավ ունեմ հակապետական մտածելակերպի, քանի որ երբ որ դու ասում ես, որ վտանգավոր է ատոմակայան կառուցել սեյսմիկ գոտում, ասում են դու պետական մտածելակերպ չունես։ Բայց հիմա էլ ես պետք է ասեմ, որ այսպիսի իրավիճակում Երբ որ Հայաստանի Հանրապետությունը նոր է կերտում իր պետականությունը, 20 տարին դա շատ փոքր տարի է։ Այսօր մենք վճռում ենք հանքերի խնդիրը, որոնք միլիոնավոր եւ միլիոնավոր տարիներ պահպանվել են եւ այսօրվա ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում նրանք կարող են մի քանի տարիվա ընթացքում սպառել Հայաստանը եւ Հայաստանի ամբողջ այդ ռելիեֆային կտրվածքները մի կողմից սարերը դարձնել, ասենք փոշի, մյուս ուրեմն կիրճերն ու գետերի հուները, ինչպես որ դա արվում է, լցնել թափոներով, ուրեմն պոչանք եւ դատարկ ապարներ։ Ուրեմն այս դեպքում իհարկե եթե մենք համարձակություն ունենայինք
եւ երկրի բյուջեում եթե գումարներ լիներ, ուրեմն կառաջարկվեր, որ ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետությունում մի քանի տարի դադարեցնել, արգելանք դնել հանք արդյունաբերության գլխավորապես մետաղական հանքերի վրա, մինչև Հայաստանի Հանրապետությունը այդ կոնցեպցիան ստեղծի, վճռվի, որ հանքատեսակից, հանքանյութից մեկ տարվա ընթացքում քանի միլիոն կամ ինչքան կարելի է վերամշակել, որ հանքավայրերը պետք է որ ընդհանրապես չօգտագործեն ապագայի համար եւ այսպես։ Իսկ այսօր մենք ունենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հայեցակարգ եւ կառավարության ուրեմն իր ծրագիրը, որտեղ գրված է Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությունը գերակա է եւ յուրաքանչյուր մեկը կարող է շահագործել եւ ուսումնասիրություն կատարելով նոր հանքավայրեր գտնի եւ շահագործի։ Այս ողբերգական պատմությունը, եթե դուք իրավիճակային վերլուծություն կատարեք, կտեսնեք, որ ապագան ընդհանրապես ապագայի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Հայաստանի Հանրապետությունը լեռնային երկիր լինելով ամբողջ տարածությունը համարյա, այսպես ամբողջ այդ լեռնային զանգվածները մեկը մյուսին հաջորդում է որպես բազմամետաղներ եւ այլն եւ այլն։ Սովետական միության օրոք օրինակ ես հիշում եմ, որ 6 գրամ, 5 գրամ, եթե կար ոսկու մասին խոսքը, սա համարվում էր չօգտագործվելի։ Այդ ժամանակ իհարկե ոսկու արժեքը 3 ռուբլի 20 կոպեկ էր, բայց Սովետական միությունը սոտքից ոսկու հանքաքարը տեղափոխելու համար 360 կիլոմետր այդ զիգզագ երկաթգիծը կառուցեց, բերեց։ Միաժամանակ Սովետական միությունը Կազախստանից տարի է եղել, որ 350,000 տոննա ոսկու հանքաքար բերել են, որ այստեղ մշակեն, քանի որ երկիրը մենք համարում ենք անձամբ ինքս համարում ենք ֆաշիստական երկիր, բայց նա գտնում էր, որ սա երկիր է եւ ամենտեղ չի կարելի պոչամբար դնել։ Այժմ Հայաստանի Հանրապետությունում ես կարող եմ ասել 27-ին եղել եմ ապարանից մի քիչ վերև Մելիք գյուղում, 2 պոչամբար կա, 3-րդ պոչամբարի մասին չեմ ասում, են փոքրը, այժմ դրված է 3-րդ պոչամբարի կառուցման խնդիրը եւ անկեղծացան նաեւ նրանք Global Gold-ը, որ մենք արդեն 18 միլիոն տոննա հանքաքարի համար նոր պոչամբար, բայց այդ կիրճերը որ նայում ես, այնտեղ շատ դժվար է դա գտնել։ Ուրեմն վերին նիշում դրվում է, որտեղ ջրագոյացումն է, Հալավար գետը եւ Գետիկ գետը, նա մտնում է Հալավարի ջրամբարը, ապարանի ջրամբարը, հետո որից հետո հոսում է Արարատյան դաշտավայր, որպես որոգող համակարգ, այստեղ շատ լավ արդեն ասել են, հարկ չկա ասելու, թե ծանր մետաղները եւ մյուս թունավոր տարրերը ինչ ազդեցություն ունեն կենթանի աշխարհի համար։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը շնչահեղձ է լինում մի հարցում։ Գուցե եւ պետական պաշտոնյաներից շատերը հասկանում են, որ պետքա փոխվի քաղաքականությունը, բայց 92, ես չեմ հիշում, թե 93 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահը, ես օրինակ շատ պատգամավոր եմ հարցրել այդ ժամանակվա իմ գործընկեր եւ ոչ մեկը տեղյակ չէր, որ մենք վավերացրել ենք Վաշինգտոնյան կոնսենսուսը։ Վաշինգտոնյան կոնսենսուսի 10 դոգմաներից, այս կրոնական դոգմաներ են իրոք։ Օրինակ ես կարող եմ միայն մեկը ասել. կառավարությունը պետք է հրաժարվի արդյունաբերությունից։ Հայաստանի Հանրապետությունը կառավարությունը պետք է ձեռք քաշի ուրեմն արդյունաբերությունից եւ պետք է խրախուսվի ուրեմն արտաքին ներդրումները։ Արտաքին ներդրումները Հայաստանի Հանրապետությունը այսօր չունի հնարավորություն անգամ մի նիստի ժամանակ Սևանա լճի խնդրին վերաբերող ես առաջարկեցի, որ լավ կլինի, որ մանրաձուկը արտադրվի պետության ձեռնարկությունում մի փոքր եւ արդարադատության փոխնախարար Գևորգ Մալխասյանը, որը նույնպես այդ նախագահական հանձնաժողովի անդամ էր, նա ասեց դա հակասահմանադրական է։ Կառավարությունը ոչինչ այդ կարծի տնտեսական գործունեություն ալելու իրավունք չունի։ Հիմա եկել կանգնել ենք։ Փաստորեն ես չեմ ուզում մեղադրել միջազգային կազմակերպություններին, քանի որ իրոք որ այս բարքերը որ եկան եւ այս մեր հարգելի երիտասարդը, որ շատ տպավորիչ ելույթ ունեցավ, եւ մյուսները,
որոնք մեծ հույսեր են կապում, որ կայուն զարգացում հայեցակարգը եւ օրենսդրական առումով եւ մյուս առումներով պետք է Հայաստանին տանի դեպի զարգացում, փրկություն։ Ես ինքս 2000 թվին արդեն հրապարակել եմ կայուն զարգացում հայեցակարգի մասին իմ տեսակետը եւ սրանից 1 տարի առաջ նույնպես ես ցեզ հավատացնում եմ, որ կայուն զարգացման հայեցակարգը դա այլ միտք ունի եւ ես վստահ եմ, որ այն 193 պետությունները, որոնք վերահաստատեցին իրենց վերաբերմունքը կայուն զարգացման 20-րդ ուրեմն տարվա հետ կապված Ռիոյում, ես վստահ եմ կանցնի որոշ ժամանակ, որ նրանք կհրաժարվեն կայուն զարգացումից, քանի որ մի հարց ասեմ, տեսեք, ասես բնակչության աճի հետ կապված, այնտեղ գրված է բնակչության բարեկեցությունը ծնելիության նվազումն է եւ այլն եւ այլն։ Այս մասին չխոսենք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում փաստորեն այնպիսի կարգ է, որ եթե մենք իսկ Վաշինգտոնյան կոնսենսուսը դա ինչից է բխում, այն ժամանակ որ մեր պահեստները դատարկ էին հացի, մենք ստիպված էինք վարկ վերցնել։ Հավանաբար հենց այդ ժամանակ մեր նախագահը ստորագրել է այդ փաստաթուղթը, այս նշանակում է ստորագրեցիր այս Վաշինգտոնյան կոնսենսուսը։ Դա կոչվում է Վաշինգտոնյան, բայց դա Ամերիկայի հետ կապ չունի։ Դա համաշխարհային բանկի եւ իր քույր ու եղբայր մնացած բանկերի խնդիրն է։ Ուրեմն վարկեր չենք տա։ Ուրեմն մենք այսօր չենք կարող արդեն երկրի վիճակը այնպես է, մի կողմից տոկոսները չմարելու այդ բանը վախը, մյուս կողմից որ տնտեսությունը ամբողջ դրված է հանքարդյունաբերության եւ այլնի վրա, այսինքն այդ վախը։ Եկեք այսօր մի քիչ առաջ այդ լոկոմոտիվի մասին ենք խոսում։ Այսօր, ասենք կա մարտ ամսվա տվյալներով պետական պաշտոնյանից ես իմացա պաշտոնական հենց որտեղ որ պետներ, ասեց որ 499 հանքավայր կա Հայաստանում, մետաղական, ոչ մետաղական եւ մետաղական։ Մի քիչ առաջ նաեւ շատ խոսվեց հարկման մասին։ Հանքարդյունաբերության թափոնները հանված են հարկային դաշտից։ 8 թվին դա հունիս ամիսն էր։ Ես կառավարություն ներկայացի թուղթ։ Կառավարության նիստերից մեկում ավելի շուտ վարչապետի մոտ եղած շատ պետք պաշտոնական մի խորհրդակցությունում գրվեց հետևյալը. այս մեթոդը ուսումնասիրել եւ հանքային ուրեմն հանքարդյունաբերության թափոնները բերել հարկային դաշտ։ Նույնը վերահաստատվեց 8 թվի սեպտեմբերի էլի կառավարության արձանագրությունում։ Վերջում բնապահպանության նախարարությունում եւ այլուր այս խնդիրը ճեճվեց, քննվեց, ինձ մի քանի անգամ կանչեցին, որից հետո պարզվեց ազգային ժողով մտա մի փաստաթուղթ, օրենքի նախագիծ։ Հանքարդյունաբերության յուրաքանչյուր 1 տոննայի համար 3 դրամ։ Այս ժամանակ գլխադասային հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էր, դե ինքներդ ինչ ասեմ, այստեղ պետք չի երևի ասել, որ եւ կառավարությունը, եւ նախագահական համակարգը, եւ ազգային ժողովը, ասենք անձնական հանքեր ունենալուց այդքան էլ հեռու չեն։ Եվ ինչ եղավ, ուրեմն նրանք 3 դրամը դարձեցին 1 դրամ, բայց պարզվեց, որ այդ մի դրամն էլ չանցավ։ Հիմա ես ձեզ հարց եմ տալիս, դուք ունեք մի հողամաս, թեկուզ անապատ, դրանից էլ 5 կիլոմետր հեռու ձեր առանձնատունն է։ Ես բերում այնտեղ եմ լցնում 1 տոննա պոչանք, որը իմիջիալուց 100,000-ավոր տարիներ մնում է որպես պոչանք փոշի։ Եվ ձեզ վճարում եմ ամենաթանկը։ Հայաստանում ուրեմն թափոններից ամենավտանգավորը 48,000 դրամ է։ Դուք համաձայն կլինեք, իսկ այս դեպքում ուրեմն պետության տարածքում լցնում են 10 տոննա հազարավոր տարիներ խնամք պահանջող, ֆինանսներ պահանջող թափոն եւ քեզ տալիս են այնքան փող, որ այդ պետությունը կարողանա մի տուփ լուցկի առնի։ Ուրեմն այսպիսի խնդիր է, ես կարծում եմ այսօր սարը պետքա դատողությամբ իրար մեղավոր ուրեմն չփնտրելով եւ չգտնելով մենք պետքա մի բան մտածենք, ինչ պետքա արվի հանքարդյունաբերության հետ կապված։ Ուրեմն հիմնական խնդիրը ճիշտ է, ասվեց որ կառավարությունը չի ներկայացում, այստեղ արդարադատության բնագավառի մասնագետներ կան, այստեղ կա կառավարության ներկայացուցիչներ, որոնք այդ պետք է ներկայացնեն։ Ուրեմն այսօրվա այս դրվածքով եթե մենք գնանք խոսել Հայաստանի Հանրապետության ապագայի մասին կեղծավորություն է։ Ինքներդ գնացեք, մի քիչ առաջ խոսում էր առողջապահական խնդիրների մասին։ Գնացեք հանքավայրեր, գնացեք Գեղանուշ,
գյուղը, Սյունիքից մի քիչ ենկոմ, մյուս տեղեր մարդիկ ունեն ծառեր, ծիրանի ծառ, ունեն ընկուզենի եւ այլն պարապ են։ Նրանց ցանած բույսը ծիլ չի տալիս, քանի որ գիտական քրականությունում հայտնի է, որ պոչանքը մինչև 70, իսկ առանցին դեպքերում մինչև 80% կասեցնում է բույսերի աճը։ Եվ ինչը սպանում է ֆերմենտների համակարգը եւ միկրոօրգանիզմները, որոնք պատասխանատու են բույսի աճման համար։ Այդ նույն գույղում առողջապահական խնդիրներ եք որոնում, գնացեք տեսեք, մի խոզը քանի խոչկորա ունենում հիմա եւ քանիսն է ունեցել 25-30 տարի առաջ, տեսեք, որ 8 ծնված հորթից միայն 2-ն են կարողանում ոտքի կանգնել եւ մորկաթը ուտել, ծիծը ուտել, իսկ մյուսները ծնկները ծալվում է չեն կարողանում կանգնել, եւ այլն, այս հարցերը պարզ է, այս ամեն ինչը եւ գիտական քրականության մեջ կա եւ կյանքում կա։ Հիմա ես ուրեմն վերջերս եղա Մեղրիում։ Եթե մենք նայենք մեր քարտեզը, ես կարծում եմ, այսինքն ես մի երկրաբանի տեսնում եմ, որ ուրանային այդ բանը որ նայես, Մեղրիից գալիս մինչև հասնում է Սյունիքի այս վերջի մասերը։ Ուրանի հետ մարդիկ ապրել են հազարավոր, միլիոնավոր տարիներ, կենդանիները, բույսերը, բայց ինքները շատ լավ գիտեք, եթե այնտեղ մի բան շարժեցիր, արդեն դրանից հետո լրիվ ուրիշ երևույթ է։ Ինչի մասին է խոսքը, այդտեղ հնարավոր է ապրել։ Իսկ Ուրանը մեզ մոտ դժբախտաբար ոչ թե մի տեղ է, այլ ցրիվ եկած, առանցին կտորներով։ Մեղրին միայն Մեղրիում տրված է 19 լիցենզիա, որոնցից գոնե 2-3-ը հիմա շահագործում են, օրինակ միայն ասում են, հենց երկրաբանների հետ ենք խոսել, որոնք ուսումնասիրել են լիճկավազի թեյի հանքավայրը։ Ասում են, եթե թեյի հանքավայրը շահագործվեց, Մեղրիի բնակչությունը պետք է այդտեղից գնա։ Այդ ուղիղն է թեկության վրա։ Դրանից հետո գալիս ենք այդ ամբողջ պոչանքները լցված են գետերի կիրճերում եւ հուներում, քանի հունային պոչամբար ունենք։ Եվ ինչ վիճակ է։ Ռուսաստանը Հայաստանի հետ ունի այսինքն ազդեցություն Հայաստանի վրա։ Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ մի պայմանագրի շրջանակում ուրան 235 պետք է մատակարարի նրան եւ ինքն էլ մեծ կարիք ունի։ Ուրան 235-ը ինքները շատ լավ գիտեք, արդեն վերանում է համարյա։ Հայաստանում մի բուռ մնացել է։ Իսկ եթե դա եղավ, այդ նշանակում է նույնիսկ վտանգի տակ է դրվելու քաջարանի կոմբինատի շահագործումը, քանի որ քաջարանից կապանից եթե մի քիչ վերև է գնում դեպի Լեռնաձոր, դեպի Փխրուտ եւ այլը երկու կողմերից էլ ուրանային ուրեմն երևակումներ են։ Ուրեմն հիմա այդ լիցենզիաների հարցը, որ պետք է կարգավորվի, բայց թե ով պետք է կարգավորի այդ լիցենզիաների հարցը, ոչ մեկը։ Ընդերքի մասին օրենքը շահադիտական աշխարհի համար սարքած օրենք է։ Պատահական չի, որ համաշխարհային բանկը, ես ասի $1.5 միլիոն տվեց այդ օրենքի եւ $20 միլիոն օրենքների, ենթաօրենսդրական ակտերի եւ նորմատիվային մյուս ակտերի կատարելագործման համար։ Ամեն ինչ արվում է, որ մի քանի ընտանիք գերհարստանան։ Այդ գյուղերը, օրինակ Արծվանի գյուղը, ես 24 տարի առաջ, ավարտում եմ, շատ լավ, հետո մենք ավարտել։ Արծվանիկից նամակ եկավ Գիտությունների ակադեմիա, որտեղ ցույց էր տրվում, որ իրենց մոտ ինչ կատաստրոֆիկ վիճակ է։ Այդ ժամանակ ընդամենը 10 տարի առաջ էին, 8 տարի առաջ էին շահագործել Արծվանիկի պոչամբարը, եւ Արծվանիկի պոչամբարում հիմա լցված է նրա հզորությունը 310 միլիոն խորանարդ մետր է, 310 միլիոն, մոտավորապես հավանաբար 650-700 միլիոն տոննա պոչանքի մասին կարող է խոսք լինի։ Այժմ ինչքան ես լսեցի, Արծվանիկի գյուղացիները կամաց լքում են իրենց վայրը։ Մելիք գյուղում եղանք, լքում են, մյուս տեղը լքում են։ Հանրապետության նախագահը կոչ է անում այն հերավոր գյուղերը, որտեղ դպրոցը վատ է եւ վատ է, եկեք կենտրոն։ Օրինակ հենց բանի Մեղրիի մոտ ագարակի հանքը, որ շահագործվում է, դրա մոտ երկու գյուղ դեռևս մնացել է, որ սահմանակից միակ երկու գյուղն են, բայց արդեն այդ երկու գյուղի տարահանման ծրագիր կա։ Ես վերջը լավ, իմ ժամանակը սպառված է, ես խնդրում եմ, հետո մենք արիթ կունենանք, շարունակություն ցեր ներկայացնելու։ Մեր հաջորդ բանախոսը Հայկանուշ Բարսամյանը։
Բարև ձեզ։ Իմ ներկայացնելիք թեման հանքարդյունաբերությունից ստացված եկամուտների արդյունավետ կառավարումը, մասնավորապես թափանցիկության խնդիրները եւ օֆշորային զոնաներում գրանցված ընկերությունների կողմից հանքարդյունաբերական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։ Ակերտ ասած, ես ելույթը պատրաստել էի, որպեսզի սկսեի միջազգային նախաձեռնություններից հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն ապահովող մեխանիզմների, բայց քանի որ արդեն իրազեկվել եմ, որ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը արդեն իսկ ներկայացվել է։ Երևի մի փոքր ֆորմատը կփոխեմ եւ կսկսեմ ներկայացնել հանքարդյունաբերության ոլորտից ստացվող եկամուտների թափանցիկության այլ մեխանիզմներ, քան միջազգայիններն են։ Կամ միգուցե միջազգայիններին կանդրադառնամ ելույթի վերջում, եթե ժամանակ կմնա։ Փաստորեն մեխանիզմները եւ մեթոդները հանքարդյունաբերության ոլորտից ստացվող եկամուտների թափանցիկություն ապահովելու դրանք տարբեր են, ինչպես ասեցի, միջազգայինները եւ լոկալ ֆորմատներ, որոնք կարող են լինել շատ բազմազան, որովհետեւ թափանցիկության նախ ինստիտուտների մակարդակով կարող են դրանք լինել բազմազան, հաշվետվողականության ապահովման մեխանիզմների ֆորմատներով դրանք կարող են լինել շատ տարբեր։ Սկսենք ինստիտուտներից, նաև մեխանիզմներից։ Ես երևի կուզենամ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը, որովհետև կարծում եմ, որ սա բավականին հստակ մեխանիզմ է ապահովելու հանքարդյունաբերությունից եկող եկամուտների վերաբերյալ թափանցիկ տվյալներ։ Ուրեմն Միացյալ Նահանգներում 2010 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց Dodd-Frank Wall Street Reform and Consumer Protection ակտը, որի 1504 դրույթը ստանդարտը դարձավ բավականին հայտնի, ըստ այս ստանդարտի 1504 ստանդարտի ամերիկյան բոլոր այն ընկերությունները, որոնք գրանցված են Ամերիկայի Միացյալ Նահանգների արժեթղթերի հանձնաժողովում Securities and Exchange Commission SEC-ում, այս ընկերությունները, եւ եթե դրանք գործում են հանքարդյունաբերության ոլորտում, նրանք պարտավոր են տվյալներ ներկայացնել օտարերկրյա կառավարություններին իրենց կողմից վճարված եկամուտների վերաբերյալ, բնականաբար հանքարդյունաբերության ոլորտից եկող եկամուտների վերաբերյալ, ծրագիր առ ծրագիր, այսինքն յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ եւ յուրաքանչյուր այն երկրից ստացված եկամուտների վերաբերյալ, որ իրենք վճարել են։ Ակտը դարձավ բավականին հայտնի, նախ ասեմ, որ երբ որ ակտը մշակվում էր, բավականին թափանցիկ եւ մասնակցային գործընթացով էր մշակվում եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ոչ կառավարական ոլորտի, բնականաբար կոմերցիոն սեկտորը, իրենք կարծիքներ էին հայտնում եւ կոմերցիոն սեկտորը իր մտավախությունները հիմնականում արտահայտում էր նրանում, որ հնարավոր է, որ նման հաշվետվողականության մեխանիզմի բարագայում դուրս գան առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ասեմ, որ իր մոտեցումներում եւ իր ֆորմատում SEC-ը բավականին, այսինքն արժեթղթերի հանձնաժողովը բավականին այդպես պինդեր կանգնած եւ չզիջեց եւ իրենք գտան, որ տեղեկատվություն տրամադրելու եւ հաշվետվողականության այն մեխանիզմները, որը սահմանում է 1504 դրույթը, չեն կարող խախտել առևտրային գաղտնիքի վերաբերյալ ընկերության մտահոգությունները կամ առևտրային գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն վերցնել ընկերություններից եւ մնաց փաստորեն ձևակերպումը կամ պահանջը այս ստանդարտի այնպեսին, ինչպեսին ես արդեն ներկայացրեցի, այսինքն երկիր առ երկիր, յուրաքանչյուր երկրի վերաբերյալ, որտեղ ընկերությունը գործունեություն է ծավալում եւ յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ իրականացվող այդ երկրում ընկերությունը ներկայացնում է տվյալներ, որոնք ինքը վճարել է բնական ռեսուրսներ ունեցող երկրին եւ այդ տվյալները դրվում են համացանցում, այսինքն ինտերնետում։ Այսինքն այդ տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանում է ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացին, այլ նաեւ այն բոլոր երկրները, հոստ երկրները, այսինքն ընդունող երկրները, որոնք թույլ են տվել օգտագործման թույլտվության կամ լիցենզիոն պայմանագրերով կամ կոնցեսիոն պայմանագրերով կամ օգտագործման թույլտվությամբ, իրենց ընդերքը շահագործել եւ հանքարդյունահանել։ 1504 ստանդարտը, սա պարտադիր ստանդարտ է, բայց ինքն խրախուսում է նաեւ կամավոր նախաձեռնությունների իրականացումը ընկերությունների կողմից, այնպիսին, ինչպիսի օրինակ EITI-ներ, այսինքն արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը, եւ դեպի ասեմ, որ 2011 թվականին Օբամայի ադմինիստրացիան մեծ ութնյակի
առաջին երկիրն էր, որ հայտարարեց, որ ինքը պատրաստական է միանալու արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը։ Ասեմ, որ 1504 ստանդարտի անգամ հաջողված մոդել դիրվեց, որ Եվրոպական միությունը որոշեց ընդօրինակել այս ֆորմատը եւ կոմիսիան պաշտոնական հայտարարություն արեց, որ 2011 թվականի հոկտեմբերի 25-ին, եթե չեմ սխալվում, որ իրենք պատրաստվում են մշակել նմանատիպ մեխանիզմ, նմանատիպ հաշվետվողականության մեխանիզմ թափանցիկության ապահովման, ինչպիսին 1504 ստանդարտն է։ Կանադան գնաց հետևեց Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակին եւ հայտարարեց, այսինքն հիմա արդեն Կանադան երկու ընկերությունների պատվիրակել է մշակելու նմանատիպ ստանդարտ, նմանատիպ ֆորմատ, ինչպիսին 1504-ն է, եւ շատ կարևորվում է, որ Կանադան ունենա նման հաշվետվողականության մեխանիզմ, որովհետեւ Տորոնտոյի արժեթղթերի շուկայում գրանցված են իմ մոտ կան վիճակագրական տվյալներ, որ այնտեղ գրանցված են հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների արժեթղթերի 83%-ը։ Հաջորդը, որ էլի նման էր Ամերիկայի Միացյալ Նահանգների այս հաշվետվողականության ապահովման ֆորմատին, դա Հոնկոնգի արժեթղթերի հանձնաժողովի պահանջն է։ Հոնկոնգի արժեթղթերի հանձնաժողովը եւս պարտադրում է, որ հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունները տրամադրություններ ներկայացնեն, տեղեկություններ ներկայացնեն իրենց կողմից այն երկրներին վճարվող եկամուտների մասին, որտեղ իրենք փաստորեն հանքարդյունաբերական գործունեություն են իրականացնում, այստեղ պահանջել յուրաքանչյուր երկրի համար ընկերությունը ներկայացնում է տեղեկատվություն, այսինքն իրենք ոչ թե ներկայացնում են ամբողջականացված տեղեկատվություն, մեկ միասնական, հա, իրենց բոլոր եկամուտների մասին, որ վճարել են այն երկրներին, որտեղից իրենք հանքարդյունաբերել են բնական ռեսուրսներ, այլ երկիր այլ երկիր։ Նույնը Լոնդոնի արժեթղթերի հանձնաժողովը, էլի նույն մեխանիզմը, հանքարդյունաբերող ընկերությունները ներկայացնում են տեղեկություններ իրենց կողմից վճարված եկամուտների մասին։ Նման պահանջ ունի նաև IFC-ն, International Finance Corporation-ը։ Ես կասեի, երևի այսքանով ավարտեմ ԱՄՆ մոդելին նման հաշվետվողականության մեխանիզմները։ Մյուս մոդելը կամ ասեմ հաշվետվողականության մեխանիզմները, որ աչքի են ընկնում, դրանք բազմաբնույթ անտիկոռուպցիոն հակակոռուպցիոն հանձնաժողովներն են, օմբուդսմանները կամ աուդիտորները, բնապահպան աուդիտորները կամ բնապահպանական իրավունքների պաշտպանության գործակալությունները, որոնք պատվիրակված են իրականացնելու հանքարդյունաբերության ոլորտից ստացվող եկամուտների թափանցիկ տվյալների տրամադրման պահանջ, այսինքն սրանց գործառույթը կայանում է մենակ այդպիսի տեղեկատվություն ուրեմն ստանալը կամ սահմանված հաշվետվողականության մեխանիզմի համաձայն պարտադրել ընկերություններին, որպեսզի դրանք տրամադրվեն, ասեմ, որ շատ երկրներ կային, որ ունեին բնապահպան օմբուդսման, կային երկրներ, որ նաև ունեին, այսինքն այն երկրները, որտեղ եկամուտների ստացումը հիմնականում կախված էր հանքարդյունաբերության ոլորտից, իրենք ունեն նաև հանքարդյունաբերության օմբուդսմեն, որի խնդիրը հանդիսանում է տվյալների թափանցիկության ապահովումը։ Ես օրինակ կարծում եմ, որ Հայաստանի համար այսպիսի մոդելը կարող էր ընդունելի լինել, կամ ներկայումս քննարկումներ են իրականացվում հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու խնդիրները։ Ասեմ, որ երկրներից Բոտսվանան համարվում է բավականին հաջողված երկիր, որի մոտ հիմնվեց ունիվերսալ մոդելի հակակոռուպցիոն հանձնաժողով։ Սովորաբար այսպիսի հանձնաժողովները դրանք ստեղծվում են այն երկրներում, որտեղ խնդիր կա պայքարելու կոռուպցիայի դեմ, գնումների ոլորտում, բնական ռեսուրսներով հարուստ երկրներն են այսպիսի հանձնաժողովներ ընդունում, բնականաբար էլի ֆորմատները տարբեր են լինում պարլամենտական տիպի, կառավարությանը հաշվետու, պրեզիդենտին հաշվետու հակակոռուպցիոն հանձնաժողովներ կամ ունիվերսալ մոդելի հակակոռուպցիոն հանձնաժողովներ, որոնք բազմաբնույթ ֆունկցիաներով են օժտված լինում, ոստիկանական, քննության, հետաքննություն իրականացնելու, նաև քրեական հետապնդում իրականացնելու, նույնիսկ կրթության իրազեկման ծրագրեր։ Բոտսվանան համարվում է ունիվերսալ մոդելի հակակոռուպցիոն հանձնաժողովով հիմնած երկրներից մեկը, որի փորձը բավականին հաջող է, եւ իդեպ ասեմ, որ իրենք հակակոռուպցիոն հանձնաժողովը ընդունեցին, որովհետեւ խնդիր ունեին ադամանդի պաշարներից ստացվող եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը թափանցիկ դարձնելու։ Սա, այսպես ասած, անվտանգության հարցերով ինստիտուտների ես այսպես կամբողջականացնեի, եթե սա որպես երկրորդ մոդել տարբերակեի, հա, Ամերիկայից հետո, այսինքն էլի բազմաբնույթ հակակոռուպցիոն
կառույցներ, օմբուդսմեններ եւ այլն։ Երրորդ մեխանիզմը, որ երկրները օգտագործում են, սա պարլամենտական վերահսկողության մոդելն է։ Պարլամենտական վերահսկողության մոդելների գնացել են օրինակ Նիգերիան, Հարավային Աֆրիկան, Գանան եւ խնդիրը կանում է նրանում, այսինքն մոդելը կանում է նրանում, որ պարլամենտում ստեղծվում են հատուկ հանձնաժողովներ, որոնք վերահսկում են հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ստացվող տվյալները, նրանց ստացած եկամուտների վերաբերյալ։ Գտնում են, որ պարլամենտական մոդելը եւ ինչու՞մն է կայանում, ասենք առանձնահատկությունը, հա, ընդհանուր վերահսկողությունից տարբերվող է սպეციფიկ վերահսկողական լիազորությունները որտելու առանձնահատկությունը, որ ավելի ազատ մուտք է լինում ցանկացած ժամանակ, հա, մտնելու կամ պահանջելու արդյունահանող ընկերություններից տրամադրելու տեղեկատվություն իրենց ստացած եկամուտների վերաբերյալ։ Գտնում են, որ սա համեմատաբար այդպես թերի մոդել է, որովհետեւ այստեղ ավելի սպეციფიկ այդպես գիտելիքներ չեն ունենում այս հանձնաժողովի անդամները աուդիտի կամ հաշվապահության վերաբերյալ, ամեն դեպքում այս մոդելը պարլամենտական այդքան էլ երկրներում շատ տարածված չի։ Մյուս այդպես մոդելը, որ կարելի է ներկայացնել, դա արտաքին վերահսկողական մեխանիզմների միջոցով հանքարդյունաբերության ոլորտից ստացվող եկամուտների վերաբերյալ տվյալները թափանցիկ դարձնելն է, մասնավորապես օրինակ փորձեմ հայերենով ասել, որովհետև քանի որ ելույթս հայերենով է, չգիտեմ անգլերենի, հանքարդյունաբերության եւ մետաղների միջազգային խորհուրդը անգլերենով ինքը Council on Mining and Metals ունի բազմաթիվ ֆորմատներ մշակված արտաքին աուդիտ անելու, օրինակ կայուն զարգացման ֆորմատը, ԵԱԿ-ն ունի այսպիսի մոդելներ մշակված ֆորմատներ, որոնցով պատվիրակվում են կամ պայմանագրով, հա, այս ֆորմատները օգտագործելով հնարավոր է այդ տվյալները ձեռք բերել։ Այսինքն Հայաստանը կարող է ուսումնասիրել տարբեր երկրներում կիրառված մոդելները եւ փորձել գտնել եւ տեղայնացնել իր համար ամենահարմարը, որովհետեւ նոր ընդունված ընդերքի մասին օրենսգրքով կասեի, որ ընդհանրապես չկա տվյալների նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորություն, որովհետև հանքարդյունաբերող ընկերությանն է վերապահվում իրավունք, այսինքն դա իրավունք է տրամադրելու այն տեղեկատվությունը, որը ընկերությունը ցանկանում է տրամադրել։ Այսինքն տեղեկատվությունը պետք է ունենա անպայման որոշակի չափորոշիչներ, որին պետք է բավարարի, դա պետք է լինի վստահելի, դա պետք է լինի հետևողական։ Շատ երկրներ ընդունում են ամբողջական հրապարակման պրեզումպցիա հասկացությունը, այսինքն հարց է առաջանում ընկերությունների վերաբերյալ այս մարմինները, կառույցները ստանան մեկ ամբողջական տեղեկատվություն, թե յուրաքանչյուր ընկերության համար առանձին։ Բնականաբար նախադրելի մոդելը, որ առանձին շատ կարևորվում է հաշվապահական աուդիտների եւ ստանդարտների գաղափարը։ Հիմա կա այդպիսի միտում, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերությունների համար մշակվի մեկ միասնական միջազգային ֆինանսական մոդել, իհարկե գտնում եմ, որ դա բավականին դժվար կլինի, որովհետև հանքարդյունաբերող ընկերությունները գործում են տարբեր երկրներում եւ դրանցից շատերը սոցիալապես չզարգացած երկրներ են, որտեղ շատ այդպես ընդհանուր մակարդակ կա հաշվապահական հաշվառում վարելու։ Ասեմ, որ ջրային ընկերությունների համար ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Հայաստանն ունի բավականին հաջող փորձ, որովհետև կա ջրային ընկերությունների համար հաշվապահական հաշվառման վարման հատուկ ստանդարտներ։ Մի խոսքով գաղափարները մոտեցումները այնպիսին են, որ տանում են հնարավորինս ոլորտը թափանցիկ դարձնելու։ Եթե ես ունեմ ժամանակ, ես ընդհանրապես երկու տողով կասեի օֆշորային զոնաների մասին, օֆշորային զոնաներում գրանցված ընկերությունների, փաստորեն գաղափար օֆշորային զոնաներում գրանցված ընկերություններին է, որ իրենք այսպես հարկային դրախտի, հա, ռեժիմի ընկերություններ են համարվում, բայց օրինակ 1504 ստանդարտ էլի կամ ամերիկյան ուրեմն ստանդարտի էությունը կանում է նրանում, որ նույնիսկ օֆշորային զոնաներում գրանցված ընկերությունները տրամադրում են ամբողջական տեղեկատվություն եւ այնտեղ իմ մոտ կան ամենահայտնի չինական ընկերությունները, որ գրանցված են, որ աշխատում են Միացյալ Նահանգներում, հա, եւ իրենք օֆշորային զոնաներում գրանցված ընկերություններ են, սրանք եւս ինչպես եւ բոլորը տրամադրում են տեղեկատվություններ։ Ասեմ, որ օֆշորային զոնաներում գրանցված ընկերությունների դեմ կամ օֆշորային զոնա, այսինքն այդպես մոտեցում կա, օրինակ Ֆրանսիան ունի այսպիսի մոտեցում, որ ինքը չի թողնում օֆշորային զոնաներում գրանցված ընկերություններին զբաղվել արժեթղթերի թողարկմամբ կամ բանկային գործունեությամբ, այսինքն զուտ այն արտոնությունները, հա, կամ այն առավելությունները, որոնք ունեն օֆշորային զոնաներում գրանցված ընկերությունները,
հանքարդյունաբերության հարուստ ոլորտ ունեցող կամ բնական ռեսուրսների այդպես հարուստ ոլորտ ունեցող երկրները փորձում են սահմանափակել հակառակները սահմանելով, այսինքն հարկային արտոնություններ կամ ընդհանրապես սահմանափակելով այսպիսի ընկերությունների գործունեությունները այդ ոլորտներում կամ սահմանելով հատուկ թույլտվություններ, լիցենզիաներ, որպեսզի օֆշորային զոնաներում գրանցված ընկերությունները ձեռք բերեն դրանք, հետո զբաղվեն այսպիսի գործունեությամբ։ Այսինքն էլի խնդիրը իրավական հարթության վրա է, այսինքն քաղաքական կամքի եւ ցանկության պարագայում իրավական հարթությունը դառնում է միշտ այն դաշտը, որը միջոցով հնարավոր է լինում հասնել նպատակներին։ Ես արդեն հասկացա, որ միջազգայինին ես չեմ կարող անդրադառնալ, շնորհակալություն։ Եթե կան հարցեր։ Շնորհակալություն։ Գիտեմ, որ մեր ժամանակը քիչ է եւ արդեն ուշ է, բայց համենայն դեպս շատ կարեւոր հարցեր եւ կարգավորման հարցը երևի ամենից ավելի եւ ամենադժվար հարցն է, որովհետեւ դրանից է բխում ըստ էության որոշ հարաշահումները, որ կան, որովհետեւ չեն կարող միայն ընկերությունների բարեկամքի վրա թողնել եւ իրենց խղճի վրա թողնել, որ իրենք կարգավորեն եւ պահպանեն բնությունը։ Այնպես որ ինչ հարցեր որ կան, խնդրեմ մոտեցեք։ Հարց կա? If you have any questions, please come to the microphones. I have a question for our panelists. Does anyone know of any cases, civil cases, where compensation has been awarded for environmental harm to an individual or to property? Ես որ չգիտեմ այդպեսի դեպքի մասին եւ որքանով տեղյակ եմ, այդպեսի իրավիճակ երբևէ Հայաստանում չի եղել, հիմա կասեմ։ Քաղաքացիական այդպես քաղաքացիական հայց չկա, չէ՞։ Ես ավելին ասեմ, մենք Թեղուտի վերաբերյալ հայց ներկայացրեցինք եւ դա շատ երկար պատմություն է։ Դատարանը ուղակի ի վերջո ասեց, որ դուք իրավունք չունեք հայց ներկայացնելու որևէ պահանջով։ Այնպես որ ես չեմ կարծում, որ այդպեսի դեպք եղել է։ Դա ինքնին 20 տարվա կտրվածքով ցույց է տալիս, որ այս ոլորտը չի աշխատում, որովհետև հնարավոր չի որևէ երկրում այնքան կատարյալ աշխատի այս ոլորտը, որ չլինի գոնե մի բաց թողում, մի խախտում, որ վնաս է պատճառել որևէ մեկին։ Այնպես որ մշակման կարիք կա եւ մի քանի առաջարկներ եղան, օրինակ խմբային տատերի հայցերի մասին, որը կարող է դերևս խթանի այս ոլորտի ճշգրտման։ Thank you, first of all, for a great presentation. I guess it's a comment, or I don't know, Mr. Grigori made a comment earlier, and I don't know if I heard it correctly. Maybe the translation, maybe I wasn't getting the translation. Because if what I heard is true, it suggests a complete lack of logic on the part of an Armenian policy and a complete lack of concern for the general social welfare. So I'd like a clarification if I'm wrong on this. And that's the issues of the tailings. You said that these tailings that are toxic for 1,000 years, or whatever they're toxic for, at the highest level are not taxed. Did I hear that correctly, that there's no consequence for producing these toxic tailings? Right, I'll speak Armenian, so. Ուրեմն խնդիրը հետևյալն է։ Կա բնապահպանական եւ բնօգտագործման վճարների դրույքաչափերի մասին օրենք, որտեղ սահմանված են թունավոր թափոնների 4 կատեգորիաներ։ Ամենաթունավոր թափոնները տոննան արժի 48000 դրամ, երկրորդը ավելի ցածր, հետո ավելի ցածր։ Այսինքն, այն ընկերությունները, կլինեն դա հանքարդյունաբերական, թե այլ ընկերություններ, որոնք շրջակա միջավայր արտանետում են այդպիսի վտանգավորության աստիճանի թափոններ, նրանք յուրաքանչյուր տոննայի համար, խոսքը պինդ թափոնների մասին է, յուրաքանչյուր տոննայի համար պարտավոր են վճարել համապատասխան վտանգավորության աստիճանի գումար։ Նույն օրենքով սահմանված է, որ հանքարդյունաբերական ընկերությունները չեն վճարում կամ 0 դրամ են վճարում ոչ թունավոր թափոնների համար։ Հիմա խնդիրը հետևյալն է, որ այդ օրենքը մինչև ընդերքի մասին օրենսգրքի
ընդունումը վերջին 2012-ի հունվարի 1-ը, որտեղ ուժի մեջ մտավ ինքը։ Այդ օրենքը գործող օրենք էր։ Եվ այդ օրենքի համաձայն հանքարդյունաբերական ընկերությունները պարտավոր էին այդ վճարումները կատարել որպես բնապահպանական վճարներ, որովհետև իրանք արտանետում են առաջին կարգի վտանգավորության թափոններ, ոչ թե 4-րդ կամ ոչ վտանգավոր։ Ոչ վտանգավորները չպետք է հարկվեին։ Առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ կարգերը հարկվում էին։ Հիմա մենք ունենք վերահսկիչ պալատի հաշվետվություն, համաձայն որի այդ ընկերությունները դրանց 79%-ը Պոչամբարի պարունակության վերաբերյալ որևէ տվյալ չի հաղորդել, որոշներն էլ հաղորդել են տվյալներ, բայց ասել են, որ դրանք ոչ վտանգավոր թափոններ են, որտեղ եթե ասեին, որ վտանգավոր թափոններ են, իրանք պետքա ցույց տային նաև այդ վճարները, որ իրանք կատարել են վճարումներ։ Սրա մասին է խոսքը։ Այսինքն մինչև ընդերքի մասին նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը, իրենք պարտավոր էին այդ վճարումները կատարել եւ չեն կատարել եւ դա արտացոլված է վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ։ Իսկ 2012-ից հետո իրենց արտանետած այդ պինդ թափոնները ուղղակի թափոն չեն համարվում։ Իհարկե շատ լավ ասվեց, բայց մի ճշտում պետք է արվի։ Ուրեմն այդ թափոնները ոչ հին օրենքում կային, ոչ էլ նորում։ Նոր օրենքում դա քողարկված էր լցակույթեր անվան տակ եւ չէր հարկվում։ Հիմա էլ չի հարկվում։ Եվ մի թիվ պետք է ասեմ, որ ընդեղից էի ուզում ասել, ուրեմն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը այսօր այս տարի արդեն ըստ պաշտոնական տվյալների 20 միլիոն տոննա հանքաքար է վերամշակում։ 20 մի քիչ 20-ից ավել։ Այդ նշանակում է մոտավորապես 20 միլիոն տոննա պոչանք։ Պոչանքը մոռանանք։ Միաժամանակ 1 տոննա հանքաքարը հանելուց գործակիցը մոտավորապես 1 է, առաջանում է 20 միլիոն տոննա դատարկ ապարներ։ Դատարկ ապարները նույնպես ծանր մետաղներ են պարունակում, ուղղակի այնտեղ օգտակար տարը քիչ է, դրա համար կոչվում է դատարկ ապարներ, բայց խիստ վտանգավոր։ Սրանց համար նույնպես 0։ Եթե Քաջարանի կոմբինատը այսօր ընդունի, որ իր պոչանքը 0 վտանգ է ներկայացնում, ոչ վտանգավոր թափոն է, եւ մուծի ոչ վտանգավոր թափոնների կարգով 5-րդ, այնտեղ 600 դրամ է։ Ուրեմն բազմապատկեք 40 միլիոնը բազմապատկեք 600-ով, ինչ անում 4 անգամ մոտավորապես 24 միլիարդ դրամ պետք է պետական գանձարան մուծի։ Հետո այստեղ դժբախտաբար մի բան չասվեց, որ առիթից օգտվելով հիմա պետք է ասեմ։ Հայաստանում ասեցինք մոտավորապես 500 հանքավայր կա։ Պարզվեց, որ յուրաքանչյուր հանք վերամշակող պետությանը չի մուծում տնտեսությանը հասցվելիք է կամ հասցրած վնասը։ Այսինքն սա հանքավայրն է, սա։ Այստեղ կա անապատ, ծառ, մշակովի հող, այգի եւ յուրաքանչյուր 1 քառակուսի մետրի հաշվով նրանք պետք է որ հաշվեն այդ հաշվարկները։ Բայց այդ 500 ձեռնարկություններից եւ ոչ մեկը ոչ մի կոպեկ չի մոծում պետական գանձարան։ Եթե հանքարդյունաբերության թափոնները քողարկված են կամ ընդհանրապես անտեսված են, գոնե օրենքի մեջ այսպես երևում են, իսկ տնտեսական վնասի գնահատումը ինչքան փնտրել եմ, եթե որևէ մեկը հանգարց կգտնի, թող ես իմ հեռախոսի համարը կտամ, թող զգուշացնի։ Ոչ միտեղ չկա, այսինքն սովետական միությունը հանքը հանում էր, իր երկիրն է, ինքը իրեն չէր վճարում։ Հիմա ես գալիս եմ, ասենք, որևէ երկրից կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, նույնպես համարում եմ, որ ես պետությունն եմ եւ ոչ մի կոպեկ չեմ ուծում անգամ դրա համար։ Շնորհակալություն։ Այս հարցը պետք է նորից անդրադառնանք, բայց ուրիշ հարցեր կան։ I just want to. So the answer is no. No, there isn't. There's a privatization of profits and a socialization of costs, almost entirely. It's almost absolute. Շնորհակալություն, Դավիթ Անդրոյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մի քանի հարց ունեմ կապված իրավաբանական խնդիրների հետ եւ մի հարց էլ պարոն Սանասարյանին կտամ, ուրեմն անդրադառնանք իրավաբանական խնդիրների հետ կապված հարցերին։
Որքան ես գիտեմ, միգուցե ես սխալվում եմ, ես իրավաբան չեմ, ցանկացած օրենք կամ օրենսգիրք փորձաքննություն է անցնում արդարադատության նախարարությունում։ Եթե մեր օրենսգրքում կա խնդիրներ, ինչն է պատճառը կամ ինչ եզրույթ կտակ այդ ձևակերպմանը, որ այդ էական լուրջ խնդիրները չեն նկատվել իրավաբան մասնագետների կողմից։ Երկրորդ հարցը կապված թափոնների հետ, պարոն Գրիգորյանը ասաց, որ հսկայական թափոններ քաջարանը 4 միլիարդ դոլար պետությանը փաստորեն պարտք է, նախկինում չէ, կուտակված թափոնների համար հաշվարկներով։ Ես կուզենայի իմանալ, դուք ուսումնասիրել եք միջազգային փորձը։ Սա ուղղակի ուզում եմ իմանալ, կա միջազգային փորձ ձեր ուսումնասիրություններում կա այդպիսի վերլուծություն, որքան է վճարը թափոնների պոչերի համար եւ այլն եւ այլն։ Եվ երրորդ հարցը պարոն Սանասարյանին, պարոն Սանասարյան, դուք ընդհանրապես դեմ եք հանքագործությանը, դեմ եք Հայաստանի Հանրապետության հանքագործությանը, թե ներկա վիճակին եք դեմ։ Եթե դեմ եք հանքագործությանը, ինչ ելքեր եք տեսնում հանքագործությունը իսպար վերացնելու դեպքում մեր բյուջեի պակասոթը լրացնելու, աշխատատեղերը ապահովելու ինչ կոնստրուկտիվ գործողություններ կարող եք առաջարկել։ Շնորհակալություն։ Թույլտեք միայն առաջին հարցին ես պատասխանեմ, որովհետև խնդիրը վերաբերում է իրավական փորձաքննությանը, բնականաբար Արտարադատության նախարարությունը յուրաքանչյուր իրավական ակտի առնչությամբ տալիս է իրավական փորձաքննություն եւ այդ փորձաքննությունը որպես կանոն հիմք է ընդունվում իրավական ակտ ընդունելիս։ Իհարկե դուք կարող եք նկատել բազմաթիվ դեպքերում Արտարադատության նախարարությունը տալիս է թեկուզ եւ բացական եզրակացություն այս կամ այն դրույթի առնչությամբ, բայց օրենսդրական ակտ ընդունվում է, այսինքն որևէ իրավական պահանջ, որ բացարձակապես միայն դրական պահանջի դեպքում պետք է իրավական ակտ ընդունվի, չկա։ Սա փորձաքննություն է, որ օրենսդիր մարմինը կարող է հաշվի առնել, կարող է հաշվի չառնել։ Այսինքն դեպքեր շատ կան։ Ավելին ասեմ, որ սրանից 3 տարի առաջ նաև նախաձեռնվեց մի շատ կարևոր խնդիր, որ իրավական ակտը ոչ միայն փորձաքննության նշանակվի զուտ իրավական չափանիշներով, այլև հակակոռուպցիոն տեսանկյունից, այլև բնապահպանական տեսանկյունից, իհարկե երևի թե տեղյակ եք, դրանից 1 տարի հետո այն պատճառաբանությամբ, որ չկան համապատասխան մասնագետներ, որ նման վարչարություն իրականացնելու համար համապատասխան ներուժ չկա, որը դեպքերում կառավարությունը մի պահ հետաձգեց այս խնդրի լուծումը, բայց համոզված եմ վաղտուեշ միևնույն է փորձաքննության այս 7 տեսակները արդեն իրավական ուժ կստանան։ Սա մեկ եւ մի հարցադրման բել ավարտեմ, նկատի ունեցեք, որ Արտարադատության նախարարությունը այս հանգամանալից այս դրույթների վրա չի կարող կենտրոնանալ։ Ինչ տեսանկյունից է փորձաքննությունը նշանակում։ Համապատասխանում է օրենսդրական ակտը սահմանադրությանը թե ոչ, միջազգային պայմանագրերին համապատասխանում է թե ոչ, եւ իրավական տեխնիկայի կանոնները պահպանվել են թե ոչ։ Մնացած հարցերը ավելի շատ նպատակարարության, այսպես ասած, տեսանկյունին են վերաբերում։ Իհարկե իրավագիտությանը սրանք պակաս կարևոր չեն իրավագիտության տեսանկյունից, բայց այն ծավալները, որ կառավարության կողմից նախաձեռնում եւ ներկայացնում են ազգային ժողով, դրանք անգամ մեծ են, որ միայն արտարադատության նախարարության ուժերը եւ մասնագիտական կարողությունները արդեն բավարար չեն լիարժեք փորձաքննություն իրականացնելու համար։ Պատկերացրեք, որ վերջի 4 տարվա մեջ, եթե այսպես վիճակագրությունը դունեք, իրավական ակտերի թվականակը միայն ծավալ ավելացել է 3 անգամ, բայց ներուժը մնացել է նույնը։ Շնորհակալություն։ Ես շարունակեմ պարոն Դանիելյանի միտքը, նաև նշեմ, որ ես նաև համատեղության կարգով աշխատում եմ որպես ազգային ժողովի պատգամավորի օգնական եւ մեզ գալիս են օրենքներ կառավարությունից, իրավական ակտերի նախագծեր կամ ոչ միայն մեզ, ասենք կառավարության որոշումներ դուք կարող եք բազմաթիվ կարդալ, որտեղ կան ֆորմալ հիմնավորումներ, հա, հիմնավորման բաժին, յուրաքանչյուր իրավական ակտ ունի ինչ-որ ֆորմալ հիմնավորման բաժին, բայց որոնք խիստ դեկլարատիվ են եւ ըստ էության դրանով չի հիմնավորում տվյալ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը։ Օրինակ, օրենքը շմափի վերջին օրենքը, որ մենք բողոքեցինք եւ նախագահականից վերադարձվեց, այնտեղ որպես այդ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքի հիմնավորում նշված էր բիզնես միջավայրի բարելավումը։ Այսինքն դա բնապահպանական օրենք է, բայց որպես դրա ընդունման հիմնավորումը ներկայացվում, բացարձակ կապ չունեցող բիզնես միջավայրի բարելավման անհրաժեշտություն։ Կամ
կառավարության որոշումը, որով որ Արցվանիկի Պոչամբարին հարակից այդ 5 գյուղերից պետքա հողեր վերցվեին, հանրային գերակաշահի է սկզբունքով, որպես հանրային գերակաշահի հիմնավորում ներկայացված էր, որ տարածաշրջանը այդ Սյունիքի մարզը այդ Քաջարյանի պղնձամոլիբդենայինի ծավալների ավելացման արդյունքում զարգացում կապրի, հա, տնտեսական։ Սա այսինքն ֆորմալ ինչ որ բան, որ կարելի է ցանկացած միտք գրել, դա հիմնավորում անտեղ կանցնի։ Սա որպես այդ հիմնավորումը փորձականության մասին պարոն Դալյանը նշեց։ Կապված թափոնների հետ, հա։ Ուրեմն ես չեմ ուսումնասիրել միջազգային պրակտիկայում, թե որքան գումար է վերցվում ինչ որ թափոնի, ինչ որ քանակի արտանետման կամ ինչ որ տեղ տեղադրելու համար, բայց Հայաստանի գործող օրենսդրության համաձայն, այսինքն մինչև 2012-ի հունվարի 1-ից ընդերքի մասին օրենսգրքի ուժի մեջ մտնել է։ Գործող օրենսգրքով այդ ընկերությունները պետք է վճարեին այդքան գումար։ Այո, Քաջարյանի պղնձամոլիբդենայինը առանձին տնտեսագետների կատարած հաշվարկների համաձայն եւ ասեմ ավելին, դա անգամ Ժառանգություն կուսակցության այդ բնապահպանական ծրագրում էր այդ մասին նշված նախընտրական, որ կատարվել են հաշվարկներ, ըստ որի միայն պղնձամոլիբդենայինը օրենքով սահմանված այդ վճարները, եթե վճարի, պարտավոր է պետական բյուջե վճարել այդքան գումար։ Սա էլ ձեզ վերահսկիչ պալատի հաշվետվությունը առ այն, որ այդ ընկերությունները ձախողել են ներկայացնել համապատասխան պատշաճ տվյալներ։ Սրանից ավելին էլ ինչ կարելի է ասել, ես չգիտեմ։ Մնում է մի հարց, թե ինչու պետական պատկան գերատեսչությունները չեն վերցնում այս հաշվետվությունը եւ օրինակ գլխավոր դատախազությունը, որը ունի պետական շահերի պաշտպանության ֆունկցիա, քաղաքացիական շահերի, եւ համապատասխան վարույթ սկսել բարձելու համար, թե այսինչ պատմություն է, ինչ չեք վճարել։ Կներեք, պարոն Սանասարյան, միայն եթե թույլ տաք, ես որտեղ արդեն իրոք շատ ուշ է, թույլ տաք միայն այդ առաջին մասը, հարցի առաջին մասը պատասխանեք, արդյոք դեմ եք, թե կողմ եք։ Պարոն Սանասարյան, կներեք, ես մի րոպե հարցը շարունակեմ պարոն Գրիգորյանին, հետո կանրադառնանք։ Շատ կարճ։ Ինձ իրոք Հայաստանի վիճակը պարզա համապատասխան մարմինները թող զբաղվեն, ով ինչ իրավախախտում է թույլ տվել։ Ուղղակի զուտ հետաքրքրում է միջազգային փորձում էլ է այդպես, որտեղ եթե վճարը այդքան լինի, Հայաստանում ընդհանրապես կարող ենք չանհանգստանալ, հանքագործությունը կվերանա իսպառ։ Այսքանը։ Շատ լավ եք ասում, շատ լավ բան եք ասում։ Պարզապես պետք է ամեն ինչը ռացիոնալ մոտենալ, եւ այսպես, հա, ես մոռացա իհարկե նշեմ, որ փոխհատուցման մեխանիզմ էլ չունենք, կա ինչ որ գնահատման ինչ որ չափանիշներ, որ գնահատում են այդ միավորները, բայց անգամ երբ որ այդ գնահատումը կատարվում է, փոխհատուցման պարտավորություն չի ստանձնում ընկերությունը փոխհատուցում տրամադրել ոչնչացող միավորներին։ Հիմա մենք պետք է հասկանանք, եթե մենք ունենք թեղուտի պես էկոհամակարգ, որտեղ կարելի է զարգացնել տնտեսության X, հա, ոլորտ, ինչու մենք պետք է ջնջենք այդ ամեն ինչը, որը հարատև զարգացման հնարավորություն է տալիս, եւ վերցնենք մեկ այլ կարճաժամկետ ինչ որ հեռանկարում կոնկրետ ինչ որ կեղտոտ գործունեություն, որի գործունեության արդյունքում այնտեղ այլևս ոչինչ հնարավոր չի իրականացնել, ոչինչ էլ չի աճի այդտեղ։ Հիմա այդ թափոնները, որ ասում եք Հայաստանում այլևս չի լինի ընդերք օգտագործումը, թե վճարումը կատարվի, կարելի է դիվերսիֆիկացնել, հա, այսինքն վերցնել կոնկրետ տարածքներ, որտեղ այս տարածքում կա այսպիսի հնարավորություն, cost benefit analysis անել մի հատ, այսպիսի տնտեսական զարգացման հնարավորություն, ապա ինչու մենք պետք է ընտրենք այս ոլորտը, եւ այդ տարածքի համար կարող է լինել վճարային այլ մեխանիզմ, քան ասենք ինչ որ անապատի։ Ես լրիվ ձեզ հետ համաձայն եմ, ուղղակի ինձ հետաքրքրում է, եթե ոչ օրենքի համաձայն, այո, օրենքով Հայաստանում պետք է վճարվեն այդ թափոնների համար։ Եթե թույլ կտակ ես էլ պատասխանեմ, շատ կարևոր է ինձ համար, մի անհանգստացեք, ես հասկանում եմ, բայց հարցը ես չեմ կարող հարցը օդի մեջ թողնել։ Առավել եւս որ դու գիտեք։ Ուրեմն տեսեք ինչ կա։ Մենք ինչ ենք ուզում, որ հարկվի։ Եթե հարկվեց 1 գրամ պարունակող հանքավայրը 1 գրամ ոսկի չի շահագործվի, քանի որ ոչ մի հիմար։ Ես այդ հարցի պատասխանը ստացել եմ, Չէ, մի վարքյան, հանգիստ մնացեք։ Ոչ մեկը։ Ուրեմն սա առաջինը, որ բնական համակարգը կմնա։ Հիմա կանք այլ ընտրանքին։ Օրինակ թեղուտի մասին ես ասել եմ։ Այնտեղ ուրեմն Սովետ միության օրոք միայն մի այգուց մոտակա, որտեղ դեպետից ջուրը բերել էին 4.500 տոննա թեղծ ուղարկում էր Պետերբուրգ եւ Մոսկվա։ Դուք իսկ այդ ներդրումը մոտավորապես 400 միլիոն դոլարի ներդրում են համարում։ Ես նախագիծ 9 հատորներն նայել եմ, այդ ուրեմն 25 տարի 100 բանվորի ծառայողի հաշվարկով մոտավորապես 30 միլիոնը գնում է սրա համար որպես աշխատավարձ։
Մյուսը ամենաթանկարժեք լեռները քանդող եւ աղացող մեքենաներն են բերում եւ սա կոչվում է Հայաստանի Հանրապետությունում ուրեմն ներդրում հետո ես ափսոսում եմ որ ես մի քիչ առաջ ելույթ ունեցա եւ ես հստակ չարտահայտեցի իմ մտքերը եւ տպավորությունը ստեղծվեց որ ես հանքարդյունաբերության թեմ եմ նաեւ մի բառու վերջ նաեւ պետք է իմանանք ուր է շտապում Հայաստանի Հանրապետության ապագան մեր ճամբրուկի մեջ չի որ գերեզման տանենք մեզնից հետո մարդ են գալիս մարդիկ ինչու է զրկում նույն մետաղը մոլիբդենը պղինձը հիմա եթե վաճառվում է ասենք տոննա խտանյութը այսքան կարող է 30-50 տարի հետո դա հարյուրապատիկ թանկ լինի քանի որ ամբողջ աշխարհում բնական ռեսուրսները բնականաբար գնում են դեպի սպառում Պարոն Սանասարյան, ինչու են ձեր նախնիները զրկել մեզ տարբեր տեսակի կենդանիներ ունենալու հնարավորությունից, դինոզավրներից, մամոնտներից, այն կենդանիներից, որոնք 20-րդ դարում են մահացել։ Ես տենց պատասխան չեմ ուզում լսել։ Իսկ ինչ վերաբերվում է այդ բերքին, գյուղացին այսօր բերքը չի կարողանում իրացնել։ Այսինքն այդ պատասխանը դրանում չի։ Զուտ հասկացա։ Ուրեմն շատ շնորհակալություն, որ դուք Սանասարյաններին տեղափոխում եք մոտավորապես 100 միլիոն տարի 100 առնվազն 100 միլիոն տարի Ես ասեցի կենթայիներ, հետո գնացի մյուս կենթայիներին, ձեր նախնիներն էլ են ինչ-որ կենթայիներ վերացրել, շնորհակալություն Շատ շնորհակալություն ասասնաներ, որ վերջացեք Պարզապես հարցը խնդիրը նրանում է կայանում, որ եթե դու ունես ինչ-որ X քանակության պաշարներ, դա չպետք է հարցակվես միանգամից բոլորի վրա միաժամանակ, այլ դրան բնությունը չի հասնում հետևից մաքրի, այլ ինչ-որ մի բան շահագործի, մի բան թող, հետո գինը կավելանա, ուրիշ մարդել կայի վերջում մենք չենք պատրաստում 30 տարի գոյատևել ընդամենը, այս մասն է խոսքը։